Ararat Bank, աշխարհով մեկ քո Mastercard World Travel Card-ով։ Ասում խելոք մնացեք, թե չէ համեստին կմիացնեմ, այ։ Жизнь невозможно завернуть в лаваш։ Ծնկ, ծնկ։ Ուսես պայուսակով տարավ, ներեց ուղիղ Եդիգարյանի գլխին։ Ինձ 02-ով են ցույց տվել։ Դրա տակ չենք հասկացել, ես Արտուրը Սեպուը հայտնվել ենք անկեղծ եմ ասում, երկրորդ հարկում անընդհատ պոզայով նկարվելուց։ Ժողովուրդ անդարում իմ կեսուրը չէր, ինքը իմ տալն էր։ Ես այսքան երկար ճանապարհ եմ անցել, որպեսզի մի երկու տողունակ այո։ Ասի ես ուզում եմ բեմից դուրս գամ հենց հիմա։ Քայլ առ քայլ դեպի հուսալի ապագա Step by Step Group Հենց այնպեսի հյուրերն են սիրված դերասանուհիներ Մարգարիտ Խաչատրյանը եւ Անի Բայաթյանը ոնց եք Շատ լավ շատ վաղուց էի սպասում ես ձեզ հրաշալի ու ես շատ ուրախացա որ միասին համատեղ նոր նախագիծ ունեք ու առիթ բաց չթողեցի հրավիրեցի ձեզ միասին նաեւ թեև վաղուց եք աշխատում ճանաչում մտերիմ ու հետեւաբար նաև ակնկալում եմ շատ հետաքրքիր պատմություններ։ Այդ արդեն կոմենտներով արձագանքներով կհասկանաք։ Մինչ կսկսենք հենց այնպես պատմությունները, ձեզ հյուրասիրեմ նաև մեր գործընկեր Անդակո ընկերության զուե գիտարական բնական հյութերը, որոնք չեն պարունակում շաքար, որոնք առանց գունային եւ համային հավելումների են, որ համն եք ուզում ասեք, ես ձեզ հյուրասիրեմ։ Ինչ կա կիվի, նուր եւ Հարքայախնձոր, փոքրերից էլ կան վիտամինային, մանգո եւ ես նուր խնձոր։ Նախընտրեմ նուր։ Շատ ճիշտ որոշում է։ Խնձոր եւ նուր։ Ես բայց պիտի բացես մանգո։ Ձեզ համար է։ Դա մեզ համար է Մեզ եւ համար է, առիթից օգտվեմ ասեմ, որ ես որ իմացա Անի ջան, որ միասին ենք լինելու Դե խոսքերի եւ էմոցիաները թողնում եմ մի կողմ, այնքան լավ է, որովհետեւ այս համատեղ աշխատանքից հետո մի տեսակ ավելի ջերմ ենք դարձել, որտեղ աշխատանքային process-ում, երբ որ նույնիսկ 10 տարի իրար հետ աշխատում ես, բոլորս զբաղված ենք, բոլորս ամեն մեկը մեր նախագծերով, մեր գործերով եւ գուցե Facebook-յան կամ, հա, համակարգը թույլ է տալիս, որպիսությունը զմիանս իմանալ, բայց որպես այդպես իրեն ջերմ առերև շփումը, այս անգամ պարզապես լիցքավորել է ինձ, այդ չեմ ասում աշխատանքային process-ը, որ շատ հետաքրքիր էր, պարզապես հաճելի էր ու կարծում եմ դրա մասին դեռ կխոսենք։ Որ ներկայացման մասին է խոսքը, դու էլ ասա, որ ընթացքում լսնեմ։ Ես մանգո։ Մանգո։ Ներկայացումը, որը խաղում ենք, իդեպ ես էլ ասեմ, որ շատ ուրախ եմ, որ միասին ենք, այն տաքսի պատմությունը, բայց ասելու եմ, կուզես կպատմես, կուզես չէ։ Լավ։ Ամեն ինչ եք պատմելու այսօր։ Հա, բայց բանը, ուրեմն Մագայի հետ այդքան սիրիալում խաղացել ենք, չէ, բայց առաջին անգամ կարելի ասել բեմում ենք, բաց օթում ենք, բացօթյա ներկայացման ժամանակ էինք։ Ներկայացումը կոչվում է Այքես ծնունդ։ Խաղում ենք բացօթյա տարածքում, ինչպես ասացի, Լաթար համալիրում եւ Շունչ թատրոնն է մեզ միասին տեսել այդ ներկայացման մեջ, այո։ Այո, եւ շնորհակալություն տնօրինությանը Սամվելին Դանելյան սերին մեր, սա հատուկ խոսքեր չեմ, պարզապես իսկապես լավ առիթ էր միասին նորից համագործակցելու համար եւ լավ առիթ էր ինտերակտիվ ներկայացում ունենալու համար։ Այո, եւ ինտեր եւ ակտիվ։ Եվ չմոռանանք Սաշին, որ էլի մեր խաղընկերն է եւ Սեյրանին։ Մենք 4-ով ենք խաղում։ Սեյրանը նույնինք սեր է։ Հա, Սերը։ Այո։ Սերոն։ Շատ լավ, արդեն կա խաղացանկում Շունչ թատրոնի, այնպես որ կարող եք գնալ եւ դիտել ու դառնալ ինչու ոչ մասնակից այդ։ Հա, հենց մասնակիցը դա կարևոր է։ Սկսենք այդ էպիկ պատմությունները հանդիսատեսի հետ ներկայացումների ժամանակ, որովհետեւ ինտերակտիվությունը ի վերջո թույլ է տալիս անմիջական եւ իմպրովիզային ժանրը, այսպես ասել, ակտիվացնել դերասանի մեջ եւ ունենալ այդ խայտառակ կամ անհարմար իրավիճակները ինչու ոչ։ Համաձայն եմ Սամսոնին շնորհակալություն, որովհետեւ այն ֆորմատը, որ ինքը ընտրել է այս բեմադրությունը իրականացնելու համար,
Samsung-ը թույլ տվեց հնարավորինս սահմաններում իմպրովիզացիաներ, հա, այն հունարը, որ կա ներքուստ օգտագործել եւ դիալոգի վերածել եւ կարճ ասեմ ճակերտները չբացեն, որպեսզի անակնկալը այսպես հոդես չծնդի։ Ուրեմն տեսարան կա, որտեղ ես մտնում եմ եւ հերոսուհու ծննդյան օրն է, բորբոքվում եմ այն պատճառով, որ պատճառի մասին չեմ ասի, շատ հուզված եմ, նեղված եմ, որովհետև այս ամեն ինչից տղայիս պատճառով վատ հոտ է գալիս։ Բայց որպեսզի անմիջապես սիտուացիան փոխվի, տղաներս, մեկը տղայիս ընկերն է, Սաշն է խաղում, մյուսը Սերն է խաղում եւ շատ լավ են խաղում, անմիջապես մոտենում են եւ իբրև թե օղ են տալիս սեղանի վրա, իսկապես կա մի շշի մեջ օղի, իսկապես է։ Իսկապես մեկը օղի, մեկը ջուր մեզ համար, ինչու որովհետև մենք մասնակիցներին, հանդիսատեսներին իսկական եք տալի։ Հա, որովհետև դե չստացվի, որ եթե ծնունդ է իրական, ապա ջուր չեն խմելու եւ ամեն մեկը իր կենացը ունի ասելու, կենացները սահմանափակում եմ եւ ասում եմ, Աստված ջան, եւ որ խմում եմ Իսկական անակնկալի է գալիս։ Իսկական օղիներ ինձ բաժին ընկել շփոթվել է եւ բարիս բուն իմաստով այդ օղին մինչեւ տեղ հասավ, տաքացրեց այրեց այնքան, որ ես պետք է ապարեմ։ Ըստ բեմադրության, բոլորին հրավիրում է ապարի։ Բոլորին հրավիրում են ապարելու, հասկանում եմ, որ այդ այրոցքից չեմ կարողանում խոսել։ Մոտենում եմ շատ գեղեցկատես տիկին, ասում եմ բարև, ասում եմ բարև, մեկ ասում եմ ոնց եք, ասում եմ հա լավ եմ ու ուղեղս աշխատեցնում եմ վայ ծանոթացեք, տալս է եկել, ասում եմ հատուկ քեզ համար կուլ եմ տալիս, որ աշխատի ուղեղս ինչ կարելի ասել, ասում եմ հատուկ քեզ համար բանաստեղծություն գրել, ասում եմ լուրջ եք ասում, ասի այո, տալս հլու, տալս հես, ինչ ես բերել արդյոք մեզ, ոչ ես կոմ, ոչ են կոմ, ասեց, աղջկատ համար, առաջի գիշերվա համար, պենուար, ասել ես, բայց քանի որ փորս ցավում է ու արդեն ծիծաղում ասում էս ինչ հնարավորություն ուներ ուղեղի որ տեղում կողմնորոշվել ասել դե լավ կդերեք ես գնամ մի հատ տեղ կամ ու եկա ու այդ տալը դառավ իսկապես հերոսուհին հա դա լավներ մենք իրանց հրավիրում ենք ու այն ժամանակ դեռ տալես կներես բանաստեղծությունները ինտերնետում չէին տարածվում որովհետև հիմա շատ են տարածվում դուք եք սկսել Հա, տրենդի մեջ է։ Բանը, հա, մենք վերջում ովքեր որ մասնակցում են, տալ են կամ որևէ մեկ այլ մարդ, կենաց ասող, այսպես ասած, իրանք մեր հետ խոնարհվում են։ Վերջում մենք իրանց հանում ենք պակլոնի, այսպես ասած, այսօր հավես է անցնում։ Կհրավիրենք անպայման ներկա գտնվեք ու փորձերի ժամանակ էլ շատ հետաքրքիր է անցել։ Փորձերի ժամանակ հետաքրքրից բացի մենք անդադար ծիծաղել ենք, չի եղել փորձ, որ մենք խաղանք նորմալ, հանգիստ, որտեվ հիմնականում ամեն անգամ նոր բաներ էինք հնարում, որտեվ դե համ ինտերակտիվ է եւ մենք էլ պետք է ինչ-որ sense բացի Շեքսպիր չի, մենք կարողանում ենք բոլոր սահմանները անցնել, չափի մեջ էլի իհարկե, ու ամեն անգամ մագան, երբ որ ինչ-որ հյուրի պետք է նկատի ու ասի, վայ, էս իրանով է, էս ով է կանչել իրան բան, ամեն անգամ ինձ կսատկացնեմ Սեյրանի կերպարին, իր տղանը, ամեն անգամ մի ձև ասում է ու այդ մենք չենք անդադ ծիծաղում ենք ոչ մի անգամ լուրջ բայց ներկայացումը թույլ է տալիս այդ թույլ է տալիս էլ ոնց է թույլ տալիս բացարձակ չափը չենք անցնում դա վստահեցնում եմ որտեղ ինքը սցենարի սահմաններում է թույլատրելի սահմաններում է պարզապես մի քիչ ակտի եւ ավելի ջերմ դարձնելու մթնոլորտը ընդամենը եւ ձեզ էլ շատ հետաքրքիր ամեն անգամ նոր ներկայացում եք խաղումի վերջը հա որովհետեւ ամեն անգամ ինչքան հանդիսատեսը փոխվում է ամեն հանդիսատես իր sense բնավորություն ունի
ուզենք թե չուզենք, այդպես է ստացել։ Եղել այլանդակ դեպքեր։ Չէ, տենց չի եղել։ Եղելա որ ինչ որ բանից ծիծաղել են մի քանի հոգի ու անդադար ծիծաղել են։ Արդեն իրանք երեքով էին ծիծաղում, որ կանգնած ես արդեն իմ ձեռքը կար սրբից, ոնց ուզում ես մի ասենց ասես մի հատ հավաքվի էլի։ Մենք էլ ենք մարդ, մենք էլ չենք կարում, մենք էլ ենք խաղում ենք, չենք կարում, այդ տարածքում բաց։ Ձայնդ գնում ասենց, չգիտեմ ուր, բասեյնի մեջից նոր գալիս է քեզ է հասնում։ Բաներ կա, որ շատ դժվար է տրվում։ Երբեմն մեզ ասում են, որ չեք լսվում։ Այդ այնց էլ անում էլի, այդ աղմուկի բանի մեջ։ Կամի էլ որ լինի։ Բայց հա, էլի, հետաքրքիր է, հավես ֆորմատը։ Դեպք է հիշել։ Այտենց խմելու հետ կապված մի հատ դեպք, ես այդ համարում եմ, որ sense խայտարակություն իմ համար, որ եղել է բեմում, Պատանի հանդիսատեսի թատրոնում, ուրեմն շատ տարիներ առաջ, երբ որ աղջիկս փոքր էր, ասես մի քիչ նախաբան ասեմ, ուրեմն նոր տարվա յոլկա ենք խաղում, տոնածառային ներկայացումներն, որը 3-4 սեանս խաղում ենք ու այնպես եղավ, որ Վիոլան, մեծ աղջիկս ատամը ցավում էր, ուռել էր։ Ու հիմա այդ ժամանակ ոչ բան կա, ստոմատոլոգիչեսկի բաց կա, ոչ մի բան։ Ընկած զանգում են բանուր կան գնանք, բամսի 3-ից մի ձև, սենց յոլա եմ տանում մինչև ամսի 3 հես ցավազրկող էսեն են։ Մի խոսքով տանջված մամա եմ, պատկերացնում եք, չեմ քնե գիշերներով, այդ այրես այսենց ուռած է։ Անցնում են, գնում ենք, հեռացնում են ատամը, դե թատրոնում ինձ փոխարինեցին այդ 3 օրը մի կերպ, գնում եմ թատրոն, որ պետքա ներկայացում խաղամ, մի ներկայացումը խաղում ենք, ամեն ինչ նորմալ անցնում, երկրորդի ժամանակ գինի է լինում, երեխեք ասում են, բոլորս ենք ասում, մի բաժակ ասեմ, չէ, լավ ասում եմ, տվեք խմեմ, ուրեմն այդ հոգնածությունը, այդ մի բաժակը, սենց հարված է, չափալախ։ Հարված, չափալախ, չգիտեմ, մինչև ուր, այն աստիճան, որ ես ոնց որ ոտքի վրա չի կարողանում կանգնել ու խաղում ենք Ալիբաբան եւ 40 ավազակները ու ես միակ աղջիկ ավազակն եմ։ Բայց էլի կերպարը չգատալիս լինել ապտակ։ Երկ ունեմ, ապտակի հարված։ որտեղ այդ սենց երկ եմ երգում, ախ, ես իմ ինչ գիտեմ, ինչ որ սենց երկ եմ երգում, պարում եմ ու չգիտեմ ինչ ա լինում, իջնում եմ բեմից, գնում եմ նստում եմ մի հատ կնոջ գիրք, գրքին։ Հանդիսատես։ Նստում եմ հանդիսա մի հատ կնոջ գիրք ու այդ երգը շարունակում եմ երգել։ Հիմա հետո իհարկե հետո սենց ասեմ հոստվոց իմ ես ինչ արեցի։ Հա, նստում եմ ուզեմ նստեմ։ Կինը ինչ էր ասում։ Ուրախ է։ Ոչ իմ ասեմ հիմա կասի ես աղջկա վրայից էս ինչ սպիրտի դակ ես ընդամենը մի բաժակ սուրճի բաժակով գինի եմ խմել։ Նոր տարին այդ իմ համար սենց ասում եմ Աստված իմ էս ինչ հետո բարձացա բեմ կոճղեր այդ կոճղի վրա չկարողացա նստեմ ընգա ասի ես ուզում եմ բեմից դուրս գամ հենց հիմա որ հանկարծ էլ ուրիշ բան չանեմ Առաջին ու վերջին դեպքը։ Հա, այդ որ տենց ասենք, հա, ոչ մի անգամ չի եղել, որ ինչ որ գինով ցած բեմ բարձրանամ։ Ես հիմնականում չունեմ խմիչքի այդքան, բայց այդ պահին եմ որ սենց ուզում ես թուլանաս, ու սենց գմփ։ Թուլացա մի լավ։ Էլ է ստանում։ Նախ դեմ չեմ ոգելից խմիչքին, բայց կոնկրետ իմ մասին է խոսքս, դա ես բեմին եմ, նշանակում է ես պետք է զգոն եւ սթափ լինեմ, ինչու, որովհետեւ խմիչքը կարծում եմ արհեստական խթանիչ է, ես ուզում եմ ինքս զգալ եւ իհարկե հեշտացնում է, բայց ես այդպես դրված է իմ մոտ, ուզում եմ ես ինքս զգալ եւ ինքս վերապրել, այսպեսի քանի որ խոսեցինք վերվարածներից մի բան հիշեցի։ Վերվարածներից մի բան չէ, շատ բաներ հիշեք։ Պատղնում ենք ուրեմն նկարահանումները Աշոտն է Եդիգարյան, Լուսահոգի Լուսինեն Կիրակոսյան, մեր անդառնամը։ Շատ սիրելի, հա։ Աստղաբույլեր, մի խոսքով այդտեղ մեր կյանքի լավագույն տարիներն են անցել եւ լավ հուշերը միանշանակ քայլում են մեզ հետ զուգահեռ։ Մի խոսքով այդպիսի տեսարան էր, որ Փայլակը, հերոսը, հա, ինքը Սադախլուից կանացի ներքնազգեստներ է բերել առևտրի համար, որպեսզի մի 2 կոպեկ փող աշխատի։ Եվ մենք մտնում ենք, որպեսզի գնանք անթառամեն ստու, ես եւ Լուսինեն էստեղ Սաթենիկն ու Ռոզը, հա, Ռոզը, տեսան դրված է այնպես, որ պետք է Փայլակը սենց, չգիտեմ, սենց ստվերի պես սենց միանգամից հայտնվի ու առաջարկի իր այդ կանանցի ներքնազգեստերը, մի խոսքով այդ ամեն ինչ եղավ շատ համապատրաստից էր, ինքը հերթով հանում է միջից անհավանական չափսերի, հասկացաք արդեն կանացի եւ այլն, եւ դրանցից ամենամեծը կրծկալը սենց դրեց Լուսինեի Կիրակոսյան կրծքերին, մեկս լավ է սազում, այս Լուսինեն վայ Աստված ջան հոգիդ լուսավորի, խրտնեց
կանգնեց, ուսես պայուսակով տարավ ներեց ուղիղ Եդիգարյանի գլխին։ Սպասելի է իրեն։ Գիտեք ինչ եղած, լսվեց դում։ Այստեն ձայն։ Ինչ էր մեջը։ Մի անգամից Աշոտը սենց էր, հա։ Իսկականից։ Մեկ է դեզևել մի թափի, մյուս անգամ տենց ավել նոր շարժումներ չանես, գիտես ես տենց բաներ չեմ սիրում, ես բարոյական կինեմ, զոն չկա։ Աշոտը ձայն չի անում։ Աշոտ, տեսնում ենք վատա, ստոպ, Աշոտը վատա չկա։ Տեսնես ինչ եղավ։ Քարեր մեջ։ Մեկ էլ ուզում ոյ կորոնամ, ես ինչ ղեղնի, մերով ես մարդես, բայց ինչիդ բես եղավ, այսակա հանելա, որ սես տաշկինա հանի մեկ ես ես միլիտրանոց օշարակ, ապակի շշով։ Պատկերացիք չէ, լավա չի ջարդվել։ Գլուխը ջարդվել էր նա էլի ճապակի Իհարկե ալյուկան, ցածում, հա։ Հիմա ես էլ ասեմ, ես ինչի ուշ կգնար։ Մենք հիմա չգիտենք ծիծաղենք, լացենք, իսկ ինքը սենց ֆալցե դավայ, աստվածան, գիտես դուսին է ֆալցե դերը, աստվածան ես ինչ արեցի ներույթ։ Մենք Աշոտը սենց ձերված այդ մահակ խոսականի բերանը փագի, ոնց որ ես ուշքի եմ գալիս, վայ լուսոքո, այդ է լուսոյի հերթական շատ հավեսով հարվածներ։ Բայց ֆիլմում մնաց այդ մասը։ Չէ, Անհնար էր։ Բայց ափսոս լավ կադր կլիներ։ Ուղղակի մտածեցին, որ էլի իբրե որ ծանր բան կա, ինքու շատ թափվում է, մենք ահագին ժամանակ կանգ եղավ ընդհանուր նկարանում, որտեղ շատ վատ էր, բացել էր գլուխը։ Այդպես ինչ ասես բնական կլիներ էլի խաղը։ Բա, բայց Լուսինեի հետ էլի եթե պատմություն հիշեք, պատմեք, հա, էլի։ որ հիշեմ անպայման։ Ինքը իմ էլի շատ սիրելի Վայ, հումոր։ Խաջաշի, որ ասում են Խաջաշի հումոր, իր հետ մի սասկուչ այտենց կիներ։ Շատ լավն էր, Ու շատ ուժեղ ինքնահեգնանք ուներ։ Հա։ Հա, էդ էլ էր հավես։ Ու դա իսկապես շատ հավես պահ է։ Խարիզմա, չգիտեմ, ամեն ինչ կար իր մեջ։ Լուսինեի հետ կապված հիշում եմ, որ էլի նկարանների ժամանակ, ուրեմն ինքը սիրուն զգեստներ գնել ու ասենց յուրահատուկ հավես զգեստներ էր գնում, հենց զգեստ, ասենց ինչ էր հետաքրքիր ճաշակ ուներ էլի այդ առումով, իրան շատ սազում էր, ասենց տիպիկ իր համար, ոնց որ իր համար կարած լիներ ու մի քանի հատ հիշում եմ, որ ինքը չէր ալարել, մի հատ նայեք, հակավ, եկավ, կանգնեց, էսա լավա, սենց սիրուն ֆրած, գնաց մյուսը հակավ ու մեկ մեր ամենաբարդ բանը դա անընդհատ փոխվելն է։ Լինում է ներկայացման բանի ժամանակ փորձ, ներկայացում, չգիտեմ ինչ, մի 3-4 անգամ փոխվում ես ու դա անտանելի է, բայց ինքը սենց իր այդ ամբողջ սենց էներգիան ծախսում էր այդ հակնվելու վրա ու ինքը հաճույք էր ստանում դրանից, որ լավն էր իրան էլ սազում էր, ասում էինք շատ սիրուն է, ինքը դրանից ոգևորվում էր շատ։ Շատ մարդասեր էր, էլ չեմ ասում կենթանասեր։ Դե հա։ Եվ իր աշատավարձի մեծ մասը, ճոխ աշատավարձի։ Դա սարկազմ էր։ Հա։ Մեծ մասը ինքը ծախսում էր շներին, կատուներին բավականին նորմալ, հավատացնում եմ, գնում էր այնպիսի միս էր առնում, որը մարդիկ ուտում են, այսինքն չէր գնում են ոսկոր, չգիտեմ ինչ, որոնք ասենք թափոնում են, հա։ Ուրեմն այդպիսի մի դեպք է, ինքը դե անընդհատ ինչ որ ընդմիջման համար ուտելիքներ բերում էր եւ հերթական անգամ ինքը այդպես սովորել ենք արդեն, որ ինքը ուտելիքները մոմլաթե տոպրակներով բերում տեղավորում էր ու գիտենք էլ արդեն չէր ասում, մենք գիտենք որ կարող ենք հանգիստ օգտվել։ Մի խոսքով, այդ հերթական անգամներից է, հա, այնքան համոմսի հոտ էր գալիս, չպատկերացնի, շատ համով, հա, դե պատես փորձ նկարը հանում, հետո արդեն ստամոքսի ձայնը լսվում է, մի քանի տղամարդկանցով մտան մեր մոտ աղջիկներ ուտելու բան կա, մեկ էլ կնյազն ասեց այն մարդ ուտելու բան միշտ էլ ասում է լուսոն բերում, օյ, ինչ համով ասում է մսի հոտ, բացեցին, այդ թոնթոլ մսի կտորները, սկսեցին ախորշակով ուտել։ Ենթարեների։ Հա։ Բայց համեղ էր։ Շատ, չմնաց։ Մոտավորապես մի 2 կիլո, ասում եմ ես անգամ տենաս ինչա։ Մի սենց Իսկ որ տեսավ ինչ ասես։ Էսա կասել։ Նայ, սենց
մեծ տոպրակոս ստոկ լծրած եմ, որ բացեցին զբուղը դուրս է գալիս, հա։ Վերջ համը ոյս ինչ է շատ ակե բոլորը կան մի կտոր, ու զարմանում եմ, որ հատ չկա, այս անգամ, լավաշ չի բերել, ասում են, այ մարդ ասում են, դու սոյս չեր էլ ես, լավաշ ինչի չի բերել, այ ման, վերջ տեցեք այլ, տոպրակի մեջ մի երկու կտոր սեզ բանա հնաց է, մեկ էլ լուսոս իրա կտորը խաղացեք, ասես, ոյս ես ընդեղ շներս հավաքվեր են, տանեմ ասում են շներիս ես կերը բերել եմ, տակ եփել եմ, կերկս, ես ով կերը, հիմա չգիտենք ասենք, դե չասենք, Հիմա չգիտենք ընդունենք, այդ փաշարը մենք ենք կերել թե։ Կասես, հա լավ, ջանդամ, մեկը ես ընտիրիմիս եմ առնում, ով կերել է անուշնի, պրոստը շներս մեղք էին, գնային ճաշարանից օգտվեին, էլի սատուկ իրանց համար էի բերել։ Բայց սիրուն պատմություն է, էլի մենք։ Կտար, բայց էլի զսպեց, ուղղակի դա ամեն դեպքում հասկացրեց, ես ստեղ շանթում դե ճաշարան կա էլի, ասես ստեղ ճաշարան կա էլի, գնայիք ուտեիք էլի, այս շաներից կատուներից համար էի բերել, ուզում եմ ասեմ, անպատմելի, իրա մասին կարելի անդադ խոսել, ինչ հետաքրքիր է այսօր սկսեցինք, Հա, ես էլ արժեր, բավոց չէի ինչքան տաղանդավոր խոսել մարդիկ են մասին, հեռանում, շատ ափսոս, բայց կարևորը մենք հիշենք Բայց ու ինչքան լավ շարունակենք։ պատմություններ են իրանց հետ, իսկ այլ ֆիլմերի մասին խոսք չկա, թատրոն ներկայացումներ են ու հուշեր։ Իհարկե։ Դրանք ամենալավ բաներն են։ Հա, այդ պատմություններն են, որ ուժ են տալիս մեզ շարունակել ապրել ու հիշել իհարկե Այո, ամենակարևորը։ որտեղ որ տեսնում ես նույնիսկ sense պահի տակ ինչ որ հատված բան, ասում ես ոյ լուսո, ես մի հատ հատված էի գցել ու գրել էի, որ հենց sense լուսո դու ամենալավն ես։ Այդպես։ Արթուր Գրիգորյանի երգի ակադեմիան բացում է իր դռները նոր ուսումնական տարվա դիմաց։ Նրանք բոլորն ավարտել են Արթուր Գրիգորյանի երգի ակադեմիան եւ կրում են իրենց վրա մաեստրոյի անջնջելի ստորագրությունը։ 5 տարեկանից սկսած փոփ եւ ժող վոկալի բաժիններ, լեգենդար կոմպոզիտորի կրթական ծրագիր եւ ավանդույթներ, 26 տարվա փորձ ու նոր մոտեցումներ, համերգներ, փառատոներ, մյուզիքլներ, ներկայացումներ, նկարահանումներ եւ ձայնագրություններ։ Այս հնարավորությունը բաց թողնել չի կարելի։ Դռներ դեպի ճաշակով արվեստ։ Լավ, քանի խոսում ենք վերվարածների մասին, էլի պատմություններ հիշեք, անի քո կերպարը, Իմ կերպարը դաժան էր։ դաժան Ինձ էր, համար։ հատկապես քեզ համար, իհարկե։ Հա, բայց լավն էր։ Շատ, համեստը շատ բոլորիս հիշողության մեջ դաջված է մինչ օրս։ Դաջված այնպես, որ իմ վրա է դաջված, բայց երով ասեմ, որովհետև հիմա էլի իմ բլոգով, իմ Վերջապես անցավ 20 տարի անց։ Լիքը բան փոխվել է, անկեղծ ման փոխվել է ու ես շատ ուրախ եմ։ Ես գնացի նրան, որ գոնե կոմենտերում ինձ անունով դիմեն ու ինձ անունով եմ դիմում։ Այդ ամենալավն է, նույնիսկ եթե պատահական, որովհետև ասեմ, եթե օքեյ, եթե սա լիներ վերվածներից հատված, գրեք համեստ, բլա բլա բլա, բայց այստեղ համեստը չէ, այստեղ անին է։ Եկեք օքեյ գրեք անին, всё։ Ու տենց մի քանի դեպք հետո հիմա հա, ինչ որ բան փոխվել է ու ես շատ ուրախ եմ։ Բայց ճանաչում էին քեզ։ Դե հա ճանաչում եմ, ոնց կան չճանաչեն։ Շատ էին փոխում, չէ՞, գրիմով։ Հա, շատ վառ կերպար էր, լավ մտածված էր, դա հեշտ չէր, բարդ էր իր Ինչ պատմություններ են եղել հանդիսատեսի հեռուստադիտողի հետ։ Մինչ կհիշես, ես նաև հյուրասիրեմ մեր գործընկեր Մարիանա ընկերության բալմի պաղպաղակները, որոնք պատրաստվում են բարձրակարգ սերուցքային կարագից։ Ելակ ունենք այսօր կրեմ բրուլե, որ համն եք ուզում, ես ձեզ հյուրասիրեմ։ Ելևի ելակ։ Եվ հովանանք, եւ զովանանք։ Ու հիշենք արդեն վերվարածների համեստի պատմությունները։ Հա, Նոր անուն, անկրկնելի համեր, սերուցքային կարագով պատրաստված նրբահամ պաղպաղակներ։ Վայելիր համերի յուրօրինակ համադրությունը։ Բալմի, անգամ անունն է համեղ։ դե պատմություններ, որ սենց շատ փորձեմ հիշել, կարող է շատ բաներ չհիշեմ, շնորհակալ եմ, բայց ինչ որ հիշում եմ, կասեմ, այն որ սենց համացանցում հայտնի դարձած պատմությունն է, որը տաքսիի հետ է կապված, որ այն ժամանակ տաքսիներ չկային, որ կանչեինք, բնականաբար, շանթ հեռուստաընկերությունից դուրս եմ եկել, մեքենա եմ կանգնացնում, տաքսի տեսա, կանգնացեցի, նստեմ, որ գնա, նստեցի, հետևը, տենց, ասում դե քշեք, չեմ հիշում։
երրորդ մաս։ Սենց մի քիչ սենց ձայնի ինքը համ ձայնից, համ երևի հայլու միջից սենց տեսավ, ֆրած մի հատ էլ պատտվեց, որ հաստատի, հա հաստատ ես եմ, ասեց իմանայի դու ես չէի կանգնի։ Հա։ Ասում ինչի։ Անջի ման չէ, ասում ինչի։ Այդ հավատալը որ այդ աստիճան հավատացել են, ինձ համար դա ասենց մի քիչ աբսուրդի հասնող, որովհետև գիտեք, տպավորությունը որ մարդիկ չեն ուզում հավատան, որ դու իրական չես, որ դու այդ չես, դու իրանք ուզում են հավատան, որ դու կաս, այդ աղջիկն ես, այդ խալով, այդ ամեն ինչով, դե ինչ պիտի ասեցի, ուզում եք ասեցի, իջնեմ, չէ, քուրս բան եւ այլն սենց դե տարավ, բայց այդ ինչ դեր ես խաղում, բայց ու մեր պետք է տանել բան արեց Հա, ու դա իհարկե այդ սենց հիշվեց էլի մեջ մնաց, որովհետև ձայնից էլ է շատ ճանաչել, շատ լինում է, որ ասում են, վայ հենց ձայնից ճանաչեցինք ձեզ, միշտ բայց ամենախոխման այնա, որ մեր Երևանի սուպերմարկետներից մեկում առևտուր եմ անում, գնում եմ, հենց ասում եմ կասա, մի հատ կին կա, որ երբ որ ինքն է կասայում լինում, ինքը ես միշտ մինչև իրան մոտենալ իրա ձևերը անում եմ, էլի։ Սենց արդեն գիտեմ, որ ինձ տենալի է, սենց ծնկ, ուզեմ ասեմ, ինչն է, էլի խնդիրը, ինչից եք ինձից վախենում եք, տենց ինչ-որ բան են, էլի, երևի սենց կոստանում է։ Չէ, հիմա ես հիմիկվա բան եմ ասում, որ սենց մոտենում եմ, հենց գալիս եմ, եկես սենց լուրջ, այս սենց սարսափած աչքերով ու ես նկատում ուզեմ տեսնեմ ինքը բոլորի հետ է, տենց կարող է տենց պահ ունի, բայց չէ, հետո հասկացա, որ իմ հետ է, մի քանի օր առաջ դիալոգի մեջ մտանք, զգացի մի քիչ թուլացավ, որտեվ ինքը մտածում է, երևի ես հեսա կասեմ մի հատ նորմալ բան անցկացրել, թե չէ, ես գտա։ Բայց շատ նման չես դու քո կերպարին, այսինքն արտաքինը ո՞նց են միանգամից հասկանում, որ դա դու ես։ Դե ձայնից են հասկանում, հետո ես իմ նմանությունը կերպարին, իմ առույգ լինելն է, իմ էներգիայով լցված լինելն է, գուցե իմ խոսալը, լավ տրամադրության մեջ լինելը, բայց այնտեղ այդքան տրամադրություն չէր, ինչքան այո, ակտիվությունը կար, արագաշարժությունը կար, դե չի կարա մեզնից ինչ որ բան չգնա այդ կերպարին։ Մեզ հետ զուլվելով է ինքը դառնում կերպար վերջի, բայց իրա տեսակը իմ տեսակը ուղղակի սենց սարեր ձորեր, որովհետև իրա լեքսիկան եւ իմ լեքսիկան ահավոր տարբերվում են։ Ես ասում եմ բառեր կա, բազմիցս ասել եմ բառեր կա, որ ես սցենարով կարդացել եմ, նոր եմ իմացել ինչ է դա։ Այսինքն այդ տարբերակով չեմ խոսում։ Լավ չեմ հիշում ոնց էր խոսում։ Դե օրինակ հոգնած, մարդուն որ ասում էր հոգնած, բան, ես տենց մարդկանց երբեք դաժե ջայնացած ժամանակ չեմ ասել, այ վատ, կամ օրինակ բանը, չգիտեմ, հել, էթանք, այս բառերը ես իմ բառապաշարի մեջ չկա։ Ես տենց չեմ խոսում։ Տենց էր խոսում ու բարդ էր դա, որովհետև ես մեկ-մեկ նկատում եմ կադրեր, որ հետ եմ տալիս, ես տեսնում որ ինչ գրական բառեր եմ ասում, խիել ինչ ես տենց ասել, սցենարից փախել ես։ Պայտակ եթե չեմ հիշում ֆրազը, ասում ես որ դե գնա տեսարանը, հո չես տենց կենտրոնանալու այդ բառերի վրա։ Բայց ոսկե կազմեր հավաքվել։ Վայ շատ լավ, շատ։ Այո, իսկապես։ Երբ հետ ենք նայում, ասում ենք այսքան սուպերստար էլ ու սուպեր աստղերով հավաքվել էի։ Աստղաբույլ, այո։ Հա, մեկը մյուսից հումորով, մեկը մյուսից փայլուն դերասան, ինչ պատմություններ կան դերասանների հետ, Արտուրի, Հակոբյան, Արտյոմի, Կարապետյան, չգիտեմ, ում հետ են եղել ավելի հաճախ ձեր տեսարանները։ Դե օրինակ որ ասեցիր մնաց կադրում Աշոտը մեռած դեպքում իմ դեպքում մնաց կադրում մի բան, որը էլի պատմել եմ, բայց գուցե մարդիկ չեն լսել, դա կարևոր չի, խաղում ենք առավոտյան նախաճաշի տեսարան եւ եկել են ինչ որ հերոստանգերություն, ինչ որ փորձի փոխանակում էր ինչեր նկարահանում էին եւ այդ նկարման ժամանակ ոնց ենք մենք նկարահանում սիրիալը, ոնց որ դրա մասին նկարանում էր ու այդ տեսանն որ մենք նստած ենք ու շատ հավես մի հատ վիդեո եմ սարքել այդ իմ պատմելու վրա բավականին մեծ արձագանք ունեցավ, սենց քիփ նստած ենք այն դիվանին, այն կրեսլոյին, սենց շոկ պատանները փակում են, որ բան աղմուկ չլինի, շոկ, տոթ նստած ենք առավոտը եւ այլն, նստած է Սեպուհը, սենց իմ կողքին Արտուրն է նստած, Արբին, ես, Սեպուհը, կնյազը, մի խոսքով սենց բոլորը նստած են,
ճղտված, մեկ էլ բանա։ Պետք է ձուն կոտրենք, բան անենք, ուտենք, նախաճաշ ենք անում էլի մեզ համար, ու ես սենց բզիկս բռնում եմ, վերցնում եմ այդ ձուն ու սենց տալիս եմ սեպուհի գլխին, չկա տենց բան գրված, պետք է ջարդեի կլպեի։ Բայց ես սենց վերցնում եմ, խփում եմ սեպուհի գլխին։ Ու իր գլխին ջարդվի, հա։ Ջարդվեց, հա, որ կլպեմ, հա։ Չի, չգիտեմ, թռավ էլի բզիկ էր, պետք է անեի, ամենահավեսը էն է, որ պարտնյորները պադիգրիվեյուտ, ամենահավեսը դա որ իրանք գտնում են խաղի մեջ, вообще խնդիր չկա, ինքը իհարկե անակնկալ է եկավ էդի չէ, բայց ինքը տարավ ու այդ դրանից հետո բանը ասեցին եկեք էսի անենք ու զարգացրեցինք դա։ Սեպուհի ճպլներ։ Ճպլը հայրը, որ ու ես խփում եմ հորս գլխին, պատկերացրե։ Բանը ու ասեցին եկեք էս տեսանը թողենք սենց։ Այսինքն ես ջարդեցի, հետո նենց եղավ որ Արտուրը ինքն էլ ջարդեց, հետո կնյազն է ջարդեց ու սենց դարձավ տեսարան, էլի այդ մի հատ ձևի պատմություն։ Ճպլ, էս այնքան ես ուտելու տրակ ես։ Կամաց աղջի է։ Կնյար ժամ մեր հատ ձու ջարդել է։ Խաշտը դարավ արամ ուտել։ Ես էտ ուզեց, ես չեմ։ Գարում ջարդվա, խպիել է մի հատը խպիել է։ Դե խոսել դերվարասներից եւ Արտուր Հակոբյանի մասին անսպար էներգիայի տաղանդի մասին ավելորդ եմ համարում խոսել, որովհետեւ ինքն էլ այն մարդկանցից էր, որի ստեղծած կերպարը առ այսօր բազմաթիվ հարյուրավոր դերեր է կերտել, բայց միևնույն է ժողովուրդը տեսնում է, նույնիսկ իմ բարեկամներից, ասում են Արբիքերին բարևի, փրփրում է դե հերիք եղավ, բոլ եղավ, էլի ասեց, հասկացանք, այսքան կերպարներ են հետապնդում են էլի ձեր կերպարները, շատ վառ ա եղել է տանը։ Արբիքերին, որը իմ շնորհիվ դառավ կեռիկ, որը դառավ կուրիկ, որը դառավ կուկուրիկ, որը դառավ արբուզիկ, ինչ ասես ռուսախոսեր բաներ էլի ամեն ձև բոլոր ասես դառավ բացարձակապես ված չէր զգում, այնպիսի անհնար պատասխաններ էր։ Ինքն էս պատասխաններ էր այդ պարսկահայի այդպես խոսելա ոճի մեջ, ինքն էս այդ պատասխանում նկարանող խումբը ասում էր ստոպ մի 10 րոպեի ծաղում էինք, հետո նոր շարունակում էինք, ուզում ասել անթար որ մեկին ասենք, որ Լենան մեր, Ելենան Բարիսենք, հրաշք մի խումբ էր, որոնք մեկը մեկից ավելի լավ հաստատեցին ամենակարևոր բանը, որ ստեղծագործական մարդիկ կարող են նաև լավ մարդիկ լինել։ Ինչու, որովհետև եթե լավ մարդիկ չլինեին եւ այդ մեր ընկերությունը այդ չկար որևիցե մեկը որ աներ այնպես որ ինքը ավելի շատ երևար քան պետք է բոլորը անսամբլային վիճակում էին ու անում էին հնարավորինս որ բոլորը իսկապես բնականon սցենարից դուրս չլինեն ու բոլորից է բաժին էր հասել ինչ որ կերպ խոսելը պարսկահայի բարբարը եւ ռուսախոս լինելը իմը ժարգոնով խոսալը հա դե ինչ ասես հորինվեց ահռելի ինձ ասում են ես նույնիսկ տարիների ընթացքում իհարկե շատ պրոյեկտներ եղան որտեղ տաղանդավոր դերասանուհիներ զբաղվեցի եւ ինձ զանգում էին տեսնում են ասում են որ այն բառերը, այն բառապաշարը, որոնք ջանուլիկ, մուսիկ, պուսիկ, լուլիկ, եւ այլն չասեմ, ահռելի դա որ ասում եմ ոչինչ, ես միևնույնն է, ես էլի ունեմ լիքը ստեղ, ես կհնարեմ, ու այդպես էլ կար էլի, փառկածո ամեն ինչ դուք էիք օրենում Թե մուսի-պուսի այդ բարերը, հա։ Այդ թևավոր խոսքերը, այո, жизнь невозможно завернуть в лаваш, բլոճիկ, որը դառավ, հա, կնյազի համար շատ այսպես իր կերպարին բնորոշ դե հիմա մենք մեզ չգովենք հետաքրքիր բան ստացվեց որ մենք այսքան ճանապարհ ենք անցել ու փառկածո այնքան աշխատանք է կատարվել եւ թատրոնում եւ հեռուստա ալիքների նախագծերում բայց որ ժողովուրդը սիրել է ու դեռ մինչև հիմա սիրում է այդ կերպարներին դա հա շատ չես կարող հերքես չէ անհերքելի հոյակապ գնահատական է դա ես որովհետեւ լիքը մարդիկ լիքը դերասաններ կան որ տարիներ շարունակ ինչ որ բան անում են ոչ մի կերպ ոչ անուն է ոչ է կերպարով են իրանց հիշում լավ չի դա բայց նաեւ այս տարբերակը դա ված չի ավելավա
սենց քան ընդհանրապես։ Էլ պատմություններ չկան մեր վարածներից։ Իմ հանճարե խալի պատմությունը, որ այդպես էլ խալի պատմություն, խալ, որ կտին կա, այդ պատմությունը, դե հա, պատմում եմ, հիմա այդքան, չգիտեմ, էլի իմ համար շատ ծիծաղել էր, շատ, այն որ սենց մեկը լիներ կողքը, սենց սխմեիր ոտքը ծիծաղեր այդ պահերից էր, որ իմ փողոցով ուղակի քայլում եմ, ճանաչեցին, արդեն ճանաչելով մոտեցավ, սենց դիա, այդ խալը իսկական չի, ասում եմ չէ, հա, բայց ճիշտ է, որ Հայաստանում խալերի մասնագիտացված խանութ կա։ Խալերի Այմոսեն մասնագիտացված խանութ։ Սենց դաունլոդ ալինում էլի, ստեղից ինչ որ սենց բան, ուզում հասկանամ իրական է այս կինը, որ ինձ հարցնում է դա եւ ասում է, էլի։ Հա։ Ինչ հարց է։ Շատ, բայց տենց վերջերս գնացել եմ իմ ID-ին վերցնելու ասեմ որտեղ գավառում։ Դե հիմա գիտեք, խնդիր է դա վերցնել։ Հերթերը շատ են Ես մտա այնտեղ մի անգամից զգացի, որ հասկացան, այնքան արդեն սովորել ենք, էլի մի անգամից զգացում եմ, որ ճանաչել են մեկ-մեկ չեն ուզում նայեն դեմքիդ, բասեց, բան կամ հակառակ, այսպես մնում են վրատ։ Դա իհարկե հաճելի է շատ։ Ես դրանից հաստատ վատ ինչ չեմ զգում։ Բան, մեկ էս գնացի, պետքա նկարվեի։ Խոսքով ասում է, բայց հա ասում է Անի ջան, ասեմ հա, փարկասու կարդացին, անունս ճիշտ են կարդացի, չասին համեստ։ Անի ջան, բայց այդ քո խալը իսկական չէ՞ր։ Ասում եմ, չէ, ժողովուրդ, չէ, սիրալը լավ չեք նայ, չեք հասկացել։ Ախր ընդ կար եւս մեկ կերպար խալով, իմ մաման։ Ինչ եք կարծում։ Շատ հերոստանգերություն ունի, այն հնարավորություն, որ իրական խալով երկու կնոջ բերել ճարելա դրելա սենց Այդպես մեծության։ Այն էլ այդ մեծության, այն էլ հենց նույն տեղը նույն քթի նույն այդ մասում։ Ասում չէ, ասում եմ իսկական չէ, բա մենք գիտենք իսկական է, բան եւ այլն դե ասում չէ ժողովուրդ դա բամբակ է, գրիմ արած եւ սոսինձով կմցրած։ Ամեն դեպքում հա, պետք է միշտ խոսել, որ մարդիկ հասկանան, որ այդ կերպարները ուղղակի կերպարներ են, որոնք ինքան են հավատացել, որ այդ ամենակարևոր ու լավ բանն է։ Մանյունիայից խոսենք։ Նկարահանումները այս ընթացքում Հայաստանում են տեղի ունենում։ Այո, Հայաստանում են տեղի ունենում, Լորիում Գյուլագարակում ենք նկարում։ Պատմություններ, ավելի շատ պատմություններ։ Հիմա այդ եմ ուզում եմ պատմություն հիշեմ։ Հա, որ հավես լինի։ Հա, որ հետաքրքիր լինի։ Փորձեմ։ Դուք այս մեկում չկա, դե արդեն մեծ եք։ Դուք մեծ տարիքում եք Ջուլիետայի այո, այդ պահն է, էլի։ Անցյալ տարի 2 սեզոն սերիալ նկարվեց, Մանյունի детство-բա։ Այս տարի 2 գեղարվեստական ֆիլմ է նկարվում։ Մանյունի детство, նկարահանում, ես գիտեի սերիալի շարունակությունն է։ Ֆիլմ։ Կան Ջուլիետայի Ստեփանյան աշխատել են տեղով ինքը անհավանական է, էներգիան եւ բառապաշար եւ ռեսուրսները անհավանական է եւ պարզապես հաճույք է նրա այդ աշխատելը ու մանավանդ որ մենք նույն սենյակում քնեցին մի օրով էին գնացել Ստեփանավանի կողմերն էին գնացել անցած տարի հա Անտատ ասում են Մարգո ջան լավ բաների մասին խոսի, որովհետև ես տրամադրություն չունեմ։ Ասեմ Ջուր ջան, բայց երբ ես լսել, որ ես ասենք նեգատիվ ինչ-որ թեմաներից ասում։ Չէ, ամեն դեպքում զգուշացնում եմ, որ ոչ մի բացասական բան չլինի։ Ասում եմ եղավ ոնց ասել Ջուր ջան։ Էլի կազմակերպած ամեն ինչի իր սրտով արել է։ Շատ մի խոսքով շատ հավես է, այսպես մերոնքական լեզվով ասեմ, իր հետ շատ հավես է աշխատել։ Մի հատ ուրեմն բանը ամուսինս իշացրեց, ասում է այն ժամանակ երբ որ ընկերություն էինք անում, մի խոսքով նստած մեքենայով տաքսի էինք նստել, միասին գալիս ենք տուն, էլի տաքսիստ, որը անմնացոր, չգիտեմ ինչ բառերով ասեմ, էլի հավատացել էր ես ով եմ, ինչ եմ, ոնց կամ։ Բայց ասեն ամուսնու հետ ես։ Հա, բայց ամուսինս չէր, այդ ժամանակ մի խոսքով ինձ վերում ա տուն, ես իջնում եմ, ինքը շարունակում է իրանց տուն, ու այդ անգլիսից ախպեր դու սրա այդ գործ չունես։ Վտանգավոր է, դու սրա այդ գործ չունես։ Իբր ինքը տեղյակ է, էլի։ Ինքը գիտի, չի հասկացել, ինքն չի հասկացել, ում այդ գործ ունի։
Բայց այդ դեպքերը ծիծաղում էր, այն որ sense թաքուն ծիծաղում է, ուրիշ տարբերակ չկա, էլի, որ ինչ բացատրել այդ մարդը այդ աստիճան հավատացել է, բայց տենց որ փողոցով քայլում ենք բան եկամ, ես այնքան չեմ լսում։ Ես իսկապես sense ես իմ համար, բայց Նարեկը միշտ ամեն ինչ լսում է, sense անքեշ ասում Նարեկ գնացինք առաջին ոչ դու ճանաչել ման ու sense ուրեմն մասա կա որ քեզ ընկալում է ոնց կաս ու կարող է հետը տենց խոսի այդ դեպքում ուզում ես այս պահպանը կապսոս է էլի ուղակի ուրիշ բան ասես ասում խելոք մնացեք թե չէ համեստին կմիացնեմ այ ճոտիկը կսխմեմ կմիանա նայի լավ չի լինի այդտենց մասակա որ sense շատ ուրիշ sense գալիս է մի հատ հումոր անում ասեց Հումորի վրա չես ծիծաղում ահավորա։ Չէ, գիտեմ մի քիչ բարդ է, բայց մենք առիթ ունեցանք Պարոնյան թատրոնում անհաջող ժամադրություն, հետաքրքիր բաներ, զուգահեռներ, Սամսոնի հետ էինք խաղում, հիմա էլ Արմենն է խաղում։ Մի խոսքով, այդտեղ անձնական կյանքի մասին է, ինչու չի ստացվել այս երիտասարդ կնոջ անձնական կյանքը եւ ժամադրվում են, պարզվում է այդ տղամարդն էլ բավականին մեկուսացած, ինքնամփոփ, հա, հիմա փորձերի ժամանակ ես ու Սամսոնը աշխատում ենք այդ մեր մենախոսությունը ճշտել, հետո լծվեցի, բորբոքվեցի, ասացի, Սամսոն ջան, բայց ինչի էսպես եղավ, էլ ասում եմ ինչի, ասում եմ կյանքում նույնը, բեմում նույնը, մի հատ առաջընթաց չկա, որ տեղի ունենա, մեկ է Սամսոնը սենց է ասում, հա, ոնց էլ իհարկե ծիծաղեց ռեժիսորը, ասում չէ, խնդիրը անձնական կյանքի մասին չէ, էլի, բայց ինչի ես բեմի վրա ես պետք է անհաջող տղամարդու հետ հանդիպեմ եւ ժամադրվեմ, հիմա ծիծաղում են ասեմ, բայց կարևորը վերջում դուք ամուսնանում եք, ասեմ, հա, դե լավ է, մխիթարեց, որովհետեւ այս տարիքում ու հավատամ, որ կարելի է տարիքում ամուսնանալ, ուրեմն դրա համար մխիթարվեցի, Սամսոնը ասում դե Մորգու ջան, ինչ անեմ, ես կերպորն ասենց, ուրիշ կերպ չեմ կարող խաղալ, այնպես որ այնքան բաներ են լինում, ասելու չի, բայց դե կյանք է, ինչ արած։ Անսպասելի պահենա, երբ որ բեմում խաղընկերդ կարա այնպիսի սիտուացիա ստեղծվի, բար մոռանա, տար մոռանա կամ ինչ-որ բան շփոթի ու ծիծաղ առաջանա։ Այդ երևի թե բոլորիս համար, որտեղ մարդ ենք, սարսափելի անակնկալ է լինում ու փորձում ես Երբ դահլիճն էլ է ծիծաղում։ Կարողա չէ, կարա չիմանա, կարա չֆիքսի, բայց այդ դեպքում հավես է, որ տենց լինի, բայց դա կոմեդիաների ժամանակ, նենց դրամատիկ ներկայացումների ժամանակ իսունա չէ, ու տենց մի հատ ուրեմն խաղում ենք ներկայացում Էյվի թատրոնում Օսկար եւ Վարդագույն տիկինը։ Բավականին sense դրամատիկ բան ներկայացում է ու ես խաղում եմ, ես էի բեմադրել այդ ներկայացումը եւ ես էլ խաղում էի Վարդագույն տիկին էի խաղում։ Ուրեմն Անդոն մեր թատրոնի խաղում է բժիշկ, շատ մոտա հանդիսատեսը։ Ոնց որ ես ու դու նույնիսկ այսա հերույա այսինքն մոտա ու մենք երկու աթոռով տեսանա բժշկի սենյակում խաղում ենք ու Անդոն պետք է ասի Օսկարը պետք է մահանա եւ դա փաստ է ու սենց նստած ենք պատտվում է այդ աթոռը ես սենց լսում եմ ասում Օսկարը պետք է մահանա եւ դա փաստ է ասեց փաստ է ու ես որ չծիծաղեմ բերանս հավաքեցի ոնց արեցի ոնց պահել եմ որ հանգած չեմ Անդոն Ահելա, չի նայում ինձ, այսենց շատ վատ վիճակ էր, եթե հանկարծ փրտկայինք, սենց կարող է իսկապես բաներ, սենց բայց ինչ լուրջ եմ ասում, ես այնքան գոհ եմ մեզնից, որ մենք կարողացանք դա սենց պահել, չհասցնել նրան, որ որտեղ մենք կարող փրտկայինք եւ չհավաքվեինք ընդհանրապես, շատ սենց հավաքվեցինք, արդեն այս ձենն էր գալիս, որտեղ չեն կարա, իհարկե Սենց շունչ քաշել որ սենց քթի արդեն օդը չի երիկում խոսում ես բանից ու դե տեսանից հետո մենք գնում ենք կուլիսներ ու այն աստիճան այդ ամեն ինչը սենց տրակել որ կուլիսներում բանը վեմում խաղում են սենց սիրուն տեսան բայց մենք կուլիսներում այն աստիճան ենք ծիծաղում որ ուղակի սենց սաղ սենց դուրս եկավ որտեվ շատ վատ վիճակում էինք հայտնել է դրամատիկ է տեսանից հետո պաստ է
Եվ դա պաստ է։ Մի պատմություն չեմ ասի, որ ներկայացում է եւ չեմ ասի, ով ես էլ եմ խաղում եւ այնտեղ պիտի այսպեսի հարց է ինձ ասում է սցենարով այդ մի նախադասությունը պետք է բարձրել զուգընկերը ասած տեքստով էլի կարող ես ասել անգլերեն կատուն ինչպես է նորմալ է այդքանը կա ասում եմ cat որոշեց իմպրովիզանի ասեց իսկ չբեր կատուն Հիմա զսնում է, ամբարակյատ Ես չտացեցի, հավաքեցի, որտեղ անկեղծ եմ ասում, անգլերեն էնպես չգիտեմ, որպես ամբարակյատ Ոսես իմա ծիծա ասում, ինչ ասեմ, որ ասեմ, ամբարակյատ Շատ լավն էր։ Ու ինքը այդտեղ հասկացա, որ ինձ հետ բեմին ինձ հետ տենց խաղեր իմպրովիզներ ու ինքը ավելի վարի գնաց, չէ։ Հա, միշտ տենց մենք ասում ենք, երբ պետքա հետ գա, ամբարակյատ նորից բռնում էր ծիծաղը։ Այնպես որ լիքը բաներ է, տեսեք խոսում էլի։ Բեմում շատ խիստ on-line է, ասենց ասենք, էլի հիմիկ բանեսով, որովհետև ֆիլմում, սիրիալում դա կա լինի ստոպ եւ բայց բեմում դա ասենց ռեալ, on-line, ոնց կա իրական ու ամենահավեսը դա է, որ դու կարողանում ես այդ ամեն ինչը ինչ որ ձև տակից դուրս գալ, ինչպես ասում են ամենալավ իմպրովիզը դա մտածված իմպրովիզն է, այդ այնց սիտուացիաներ ես քո համար ստեղծում ու փորձում ես դրա տակից դուրս գալ ու մենք խաղում ենք ուրեմն յոլկա ներկայացում յոլկան ինչպես միշտ դա վերջինը մագանեկասի դա զիլոննիա կոչվում կանաչ ու եղել է դեպք որ մենք ինչ է բացատրենք դերասանները կարողանում են իրենց թույլ տալ անել ամեն ինչ այդ նախորդող 60 ներկայացումների ժամանակ ցանկացել են այո անել բայց չեն արել նույնիսկ փոխվել դերերով այդ էլ է հավեսը մենք այդպես ձայնագրած ունեինք ներկայացում որը ձայնագրած էր որտեղ երգում ենք խոսում ենք եւ դինամոյում ենք խաղում բարձր չէին կարող խոսել ձայնագրած էր ներկայացում ենք հետո տղաները խաղացին աղջիկների դերը որտեղ կատուներ եւ մկներ էինք փոխվեցինք ու սենց հիշում եմ այսպես մեծ ձեռնոցներով սենց տեսանք առ այդ կատուի տեղն է խաղում կատուլետներն ու մոնտեկյուները տենց ինչ-որ տենց բաներ կոչվում ներկայացումը Ռոմեո Ջուլիետի տարբերակով սենց ձեռնոցը Սուրոյի ձեռնոցն էր սենց բերեցի առաջից մեկը տեսա որ իմ ձեռքը ահա որ մեծ ասես տղայի ձեռնոցը մեծ ու ծիծաղս գայս ասում ես ինչ լավ է որ ձայնագրություն է ու ես այդ դրա վրա բացվել էլի ծիծաղում էի ու էլի տենց խաղում ենք բուրատինոյի արկածները ու մեր ով որ խաղում էր պապը Կարլը մի խոսքով իրան ասում եմ Արմեն ջան ասեմ ուրեմն զգուշացնեմ էլի ասենց խիղճս հանգիստ լինի ասեմ երբ որ դու տեղ կա որ ասում այո գնացին գալիս է կուլիսներ վերցնում է իր թիկնոցը ու գնում է բուրատինոն մի խոսքով գնում է հետևից ասեմ Արմեն ջան դու ամեն անգամ կուլիսներում դու ամեն սեանսին նոր բան ես տեսնելու անակնկալի չգաս ինչ դնեմ վերցրա գնա ու տենց այդ թիկնոցի տեղը ամեն անգամ էլ այն մատրյոշկայի գլուխ, էլ սնիգավիկի գլուխ, ինչ դրել եմ, ինքը վերցրել դրել գնացել է ու ինքը արդեն ասում էր ան, սպասում եմ, ինչ ես դնելու։ Հա, նենց հավես էր գնում էի բան այդ պաուզաների ժամանակ գնում էի վերևը ման էի գալիս, ինչ դնեմ, նենց որ ինքը սենց լրիվ անակնկալի գա ու շատ հավես էր անցնում։ Ափսոս ինձ հետ տենց բան չեն արել։ Ես անում եմ, ես տենց սիրում եմ տենց բաներ անել։ Խաղացել ենք այս տարի խաղացել ենք յոլկա, այո, կատվի տունը։ Բայց առաջվա նման շատ չենք խաղում, բայց այո, խաղացել ենք։ Յոլկան իր յուրահատուկ աուրան ունի, այնց որ հավես է միշտ։ Կանաչը հատկապես։ Հա, կանաչը հատկապես շատ հավես է։ Վերջերս դուրս եմ եկել, խաղացել եմ չար կերպար։ Մեր տեխնիկական անձնակազմը չգիտեր, անակնկալ եմ արել, մեկ էլ տեսան, որ ես դուրս եմ եկել ու Մանվելի հետ, Մավի հետ։ Մավի չար կերպար եմ խաղում, որ նկարել է իրենց արձագանքը։ Շատ հավես է։ Սիրում եմ արձագանք, արձագանքից էլ բաներ հիշենք։ Արձագանքից, պապայից, ու իրանք ինքան բաներ ունեն, բայց հիմա ասես բան են, մագ եթե հիշում ես ինչ-որ բան պատմի, եթե չես հիշում։ Հա ոչինչ, ունենք ժամանակ։ Չէ, ուրեմն մագայի հետ գնում ենք, նստել ենք տաքսի, գնում ենք բան։ Լաթար, ներկայացում խաղալու։
Վամոյն պրիմերայի օրը չէր մակ, թե մեր վերջի գեներալնի փորձն էր։ Լավ, ինչև է։ Նստում ենք, գնում ենք, Մագան նստում է, ես եմ, Մագան Սաշը։ Գնում ենք, մեկ էլ ինչ եղավ, այդ չեմ հիշում ինչ եղավ, որ դու բան սկսեցիր խոսել ու պատմել, սենց արեց, այդքան ասեմ, մնացածը դու պատմի, please։ Չէ։ Դու պատմի, չեմ հիշում։ Իա, հեսա ասեմ կհիշես, ասես, ինչ որ երևի դիալոգ գնաց, մեկ էլ Մագան սենց արեց, ասեց, երեխեք հեսա հասնենք տեղ, մի հատ բան պիտի պատմեմ։ Ուրեմն, ու սկսեց պատմել, ասեց հասնեմ տեղ, որ իբր վարորդի մոտ չպատմի, որտեղ դե վարորդ է, մենք մեր կամպանիան է, բան կանենք, բայց ինչ որ տատիկի պատմություն էր, որ այդ, չգիտեմ, օքեյ է, այդ պատմությունները, իրական պատմությունները շատ վաղուց եղել, մի քիչ նույնիսկ դա բեմադրել են, բեմ խաղացել են որպես մանրապատում, բայց իրական պատմությունը եղել տղաս փոքրեր այն թվերին էր, մի խոսքով 96 թվականին, տղաս նոր առաջի դասարան, ինքը եւ բոլոր առողջ երեխաները շատ ճտպտան են, ինչ վիքներ են, մամասայիչա, մամանայիչա, մամանայիչա, դե առավոտյան ժամը 7:30 տաքսու վարորդը պատկերացրու հոգնած կամ չգիտեմ գիշերը ինչ անքուն գիշեր է ունեցել, անբավ գիշեր է ունեցել, որովհետև տրամադրությունը լավ չէր։ Եվ որ տղա սկսեց խոսել, դե իհարկե ասում եմ Սամվել ջան, լավ կհասնենք, հետո այդ հարցերը, չէ մամա, ինձ շատ է հետաքրքրում եւ այլն։ Դե ասում եմ երեխա եմ, ոնց աղկել ես։ Հա, տաքսով դիմացա, միտես, Վալիկ ջան, ոնց է շատ հետաքրքրասերն ես։ Մի երկու բան ես հարցնեմ, տեսնեմ, գիտես թե չէ։ Ասաց, հա, ջա ջան, ասել։ Ասաց, նայ, օրինակ, քովրա եմ ասում, բայց օրինակ էլի։ Ասում եմ, հա, ջա ջան, ասա։ Ասում եմ, եթե քո մայրիկը լինի եղնիկ, պապա դիղջերու, դու ինչ կլինես։ Ահա մորա, աստված։ Ես արդեն սենց աչքերս 4 մատառա չա եկել, ասում տեսնես ուր ա տանում էլի, երևի կենթանաբանական կամ կենսաբանությունից ինչ առաջի դասարան գնացող երեխան, ասում լավ, զսպում եմ։ Հա, ասեց եղնիկի ձոկ, արջուհի, ասեց քոթոտ, որ լինի, հետո չգիտեմ նապաստակի ձակուկ, հետո փիսո, ինչ ասես հնարավոր է ասեց, ասեց իս եթե այդ պուճուրիկի պապան էշ լինի, մաման էլ էշուհի, ինչ կլինի, ասեց, քո նման տաքսու շոֆեր։ Նայ, ես գիտեք, Ինչ լավ ապատս։ ասացի, օբրեին բալեն, թե չէ ես այս վարորդին այնպիսի պատասխան էի տալու, ինքը հաստատ ոչ մի ծպտուն երդվում եմ, հետո դա բեմ ենք բարձացրել, որովհետև, դե ասեք, երեխայի հասունացավ, մի վարկ ասես պաուզա տրեց, աչքերս սենց քո նման տաքսու շոֆեր։ Ասե վсё բալի շատ մենակ շոֆեր բառը ճիշտ չէր, կիրճ չէր բալիկս տես վարորդ հետ կան դրական խոսեց քո հետ շոֆերը պետք է վարորդ տաքսու վարորդ ստեսու շնորհակալություն բայց արագել փոխեց մարտես կարող է եւ ինչ որ սկանդալային բան բայց փարկացու չստացվեց հասկացավում հետ գործում էդ էի պատմում ճիշտ է ամենալավ բանը մեկ էլ երբ որ մեքենայով ինչ որ տեղ եմ գնում ու ոստիկանները կանգնացնում են դες լինում է մի քիչ արագության համար կարող է բայց շատ հազարից մեկ մի խոսք գնում ենք ուր ենք Գյումրի Գյումրի ճանապարհ ես քշում եմ մի քիչ արագ եթե ինչ էի կամ այդ կան չէ որ ոստիկանը գիտեն ինչ մեքենաներ են ստեղով գնում գալիս սենց անծանոթ մեքենաներին կանգնացնում խոսքով կանգնացես բլա ասեցի մի հատ ձեր բանը փաստաթուղթ եւ այլն սենց տվեցի վերցրեց նայեց սենց բայց դեմքը ծանոթ է Միշտ այդ ֆրազը միշտ երկրորդը կա էլի միշտ եղել է արդեն գիտեմ ու կարող իրանց հետ կրկնեմ էլի ասեմ ահա ինձ 02-ով են ցույց տվել մեկ բան հա ես տեսնում
Այդ հումորը papaից է, որ ասեցի, հիշեցի։ Papai միշտ դեռ ասում են, ձեր դեմքը ցանց, ասում են 0.2-ով են ցույց տվել։ Մի բան մարդիկ sense զգաստանում են, կարող է իսկապես sense բան կա, էլի ու դա հիմա ծիծաղում է այս մաստիկա։ Արդ մի խոսքով ծիծաղում, ասում է լավ, ասում է Անի ջան, դες բարի ճանապարհ, բան ասում, կթողեք գնանք։ Ինչի համար եք կանգնած, ասում եմ, ես թվաց դու ամրագոտին չես, ասի չէ, ես այ հետ այդ մի բանը միայն ամրագոտին էի կապել։ Թույլ կտակ գնաք, ես մնացել է։ Հա, իհարկե բարի ճանապարհ, ձեզ կանաչ ճանապարհ։ Այդ էլ է հավես այդ պահերը, երբ որ ճանաչում են ու միշտ լավ է արձագանքը, չի եղել անկեղծ վատ արձագանք ու տենց ճանաչելու առումով Սևանում հանգստանում էինք ու այնտեղ կային մարդիկ, որոնք նույնպես հանգստանում էին։ Ու խորոված, բան, սենց ինչ որ սեղան են դրել, իրանք ընտանիքով նստած ուտում են, խմում են։ Ինձ ճանաչել են, տեսել են, որ ֆռում եմ, գնում եմ, գալիս եմ, մենք էլ երեխեքի հետ մենակ չէինք։ Գնացել էի մեր համար, մեկի դուրը տկ դուրը բացեցին, մենք Անի ջան, մենք ձեզ հրավիրում ենք եկեք մեր սեղանի մոտ ու լիքը մարդ կա, մենք աղջիկներով էինք, այսպես ասած, ես ընկերուհիս մեր երեխեքի հետ էս գնացել էինք։ Ձեզ կանչում ենք բան եկեք սեղանի մոտ բան եւ այլն, ասում վայ չէ, բան սենց ոնց ես մենակ կամ բայց մարդիկ սենց ես թողեմ ինչի էլի սենց ուզում եմ ասեմ չէ, ամեն ձև ասում եմ չէ, չի ստացվում։ Չէ, բայց ոնց տենց բան էլի սենց Ուֆ, ասի լավ, ասես դուրս եկա գնացի ու ասես դեպքերում, որ կնոջը կանչում են, այդ չի լինում է, որ ասես ուտես, խմես, խոսես, սենց ինչ որ սենց տղամարդը մի քիչ ավելի հեշտ է, կարաս խոսաս, սենց բան էլի կանայք են նստած, տղամարդիկ են նստած, սենց փորով բանել է սենց ու սենց ասեմ Աստված ջան, այս ուրեմն գելի է, բրուզիկի նման որ ասում է, կարող ես ինչա կա Իրենք լավ բան են ուզում, ես խմում եմ իրանց հետ։ Ու ես խմում եմ իրանց հետ։ Ընկերուհիդ երեխեք։ Ընկերուհիս իր երեխու հետ։ Այնտեղ իմ երեխեն էլ իր մոտ, քուրս էլ էր երեխու։ Մի խոսքով սենց միացել։ Դու մենակ ես գնացել։ Ես էլ իմ երեխու հետ եմ գնացել։ Չէ, մենակ ես միացել զվարճանքին։ Այնտեղ մենք ճանաչում էինք այնտեղ այդ մարդկանց։ Իրանք սենց ոնց որ լրիվ անծանոթ չէինք, բայց ում սեղանի մոտ որ ես գնացել, իրանք ինձ անծանոթ էին։ Մի խոսքով ուտել, խմել, ուտել, խմել, զգացի, որ արդեն լավ չեմ։ Ինձ կներեք, ես պիտի գնացել եմ ու վատ, հարբած, շատ վատ վիճակում։ Հետո հասկացա, որ այդ կարելի է չխմել, այդ շատ ուշ հասկացա, բայց իրականում այդ որ սենց մի տեսակ էլի все-таки տղամարդ երբ որ գնում է նստում, մի քիչ ուրիշ է, այդ ուտել խմելը, բայց որ կնոջենքան չես ուզում մերժես, բայց իրավիճակը նենց է, որ մերժում ես շատ մտածում եմ աստղայինը նեղանում է, աստղայինը տարել է, բայց չէ, էլի մարդկային ենք ամեն դեպքում։ Ներողություն։ Հա, Չէ, դու ասա ես։ Ես բան չունեմ այլևս ասել, սիրված լինելու հանգամանքը, որից է մեկը կստի, որ ասի, չէ, շատ հաճելի է։ Պարզապես երբեմն համեստս կարող եմ պատմել միլիոնավոր պատմություններ Ռուսաստանում, Եվրոպայում, Ամերիկայում, դրա մասին օրերը չեմ բավականացնի, որովհետև այո, ճանաչել, սիրել, նվերներ տալ, մեծարել եւ այլն, ինչ ասես լինում է։ Ամենահետաքրքիր դեպքերից մեկը Ռուսաստան հրավիրեցին որպես սյուր հարսանիք, ախր քալակցու, ինչ եմ ասում, եւ 700 հոգի, 2 հարկանի էր ռեստորանը, 2 հարկում են, նստած են 700 հոգի։ Հայտարարեցին, որ ես Արտուր Հակոբյանը Սեպուը մտանք, այդ եմ հիշում։ Ու էլ ոչ մի ոչ։ Հա, անկեղծ եմ ասում, մենք երեկովս դա ենք հիշում, մենք մտանք այդ ամբողջ ժամը, մեր մուտքը 7:30 էր։ Դուք վարում էիք։ Ոչ, մեզ հյուր էինք կանչել, պարզապես այդպես էր այդ ժամանակ։ Մեզ հյուր էին կանչել, մեր ներկայությունը հաճելի էր։ Այդպես, դե բնականաբար, եթե կարելի էր ինչ-որ երգել կամ ինչ-որ մի բան նվիրել կամ ինչ-որ հումորով, կերպարային ինչ-որ մի բան ասել, սիրով, բայց չհասցրեցինք, ինչու։ 7:30 մտանք, չգիտեմ ոնց ենք մեր այդ 700 հոգանոց մարդկանց աժոտաժը, այդ պատկերասիր, դրա տակ չենք հասկացել, ես Արտուրը Սեպուը հայտնվել ենք
անկեղծ եմ ասում, երկրորդ հարկում անընդհատ պոզայով նկարվելուց։ Անընդհատ ամենայն 700 հոգու հետ ամենայն չեմ չափազանցնում, պարզապես ինձ տղամարդիկ կորեկտ էին, տես շատ մոտիկ չէ, իսկ կանայք, ասեն սիրառատ, շուրթառատ, կարմիր ալ գազարագույն պամադաները, շրթներկերը, Արտուրն ու Սեփու ամբողջ պամադա։ Ամենը սաչած էր, մաչիկերը վերնաշապիկն է, տեղ ազնիվ խոս, տեղ չկա։ Ժամը գիշերվա երկուսն չեք հասկանում, որտեղ ինչի համար են ստեղ երկուսը նկարվել եք։ Մինչև երկուսը։ Դա ասեմ այդ ամեն ինչի պիկը, որ մարդիկ սիրում են ու բազմաթիվ բայց այդպիսի պատմություն անկեղծ եմ ասում, ժամը երկուսն է, այն որ հասկանում ենք վատ ենք ինչ օծանելիքի հոտ, սոված ենք օծանելիքի հոտ, պաչպաչոցի հոտ, Արտուն ու Սեփու ասում են հիմա լավ է Մոսկվա ենք, հիմա մեր կնանիկին ասենք ինչ պես պետք է հավատային, որ այս ամեն ինչը այս ամենի հեղինակը 700 հոգին են։ Կարճ ասած դուք վկա եք։ Հա, ես վկա եմ եւ ամենակարևորը մի կերպ ազատվել ենք, ամենայն ազնվությամբ եմ ասում, եւ ուղիղ հյուրանոց։ Մենք չհասկացանք գնացել ենք ելույթի հյուր, դե պարզապես նկարվելու եւ այդ սիրո արդյունքում այդ օրվա տանջանքը մեզ էլի շատ մեծ սիրով, բայց այս արդեն չափազանցություն էր, իրոք։ Շատ թույն է։ Այդտենց ինձ առավոտը ժամը 6-ին զանգ է գալիս հեռախոսից։ Շատ շուտով բան եմ ասում էլի։ Զգում եմ, որ շատ երկար համար է։ Հասկանում եմ, որ դա Երևանի համար, Հայաստանի համար չի մի խոսքով։ Վերցնում եմ Անի ջան, ես Ամերիկայից եմ զանգում քեզ։ Ոնց ես, ինչ ես։ Ես քեզ շատ եմ սիրում, ես քեզ շատ եմ սպասում ամենը։ Մի ճոճա։ Խոսում է ինձ հետ։ Ասենց ամբագորգոր լիքը հետաքրքիր բան։ Հորանջում եմ, հորանջելով խոսում եմ, չեմ հասկանում ինչ ականում երազա, իրականություն է բան ու ինքը այտենց մի հատ սենց լեկցիա, մի հատ ինչ սենց խոսքեր, մի խոսքով հասկացա ընդհանրապես ինքը որտեղից էր գտել իմ հեռախոսի համար, այդ ժամանակ դա այդքան հեշտ չէր։ Հեշտ չէր։ Հիշում ես, նույնիսկ ես իմացել որ իմ հեռախոսի համարը ծախում են Գարեգին Նեժդեի մետրոյի տակը կար Հա, ծիծաղելի է, բայց sense իմացել եմ, որ ծախում են։ Ոչ թե քո համարն է։ Ոչ միայն իմ, լիքը մարդկանց, որ հա։ Ուղղակի որ ինչ որ մեկին ասեն է։ Ասեն էլի, հա, փող է տալիս, ասում են համար։ Մի խոսքով այդ ժամանակ Ամերիկայից այդ կինը զանգել է, այն խոսքերը բան, այդ ինչ ես անում այդ տղու հետ, մեղք է այդ տղեն։ Հերիքա, այն անթարամ են կեսուրի գասում, ժողովուրդ անթարամ իմ կեսուրը չէր, ինքը իմ տալն էր, Միջալուս շատ համեղ է բախողակը։ Հա, ու են որ սենց չես կարում կտրես, ես սիրում եմ որ սենց հալում է։ Մի տեսակ որ սասում ես, հետո չես կարում կտրես։ Մերսի, վայլեք, իսկ մենք շարժվենք առաջ և խաղանք թե։ Հենց այնպես հաղորդման գլխավոր գործընկերն է Step by Step Group-ը, որը ներկայացնում է մի շարք շինարարական նախագծեր։ Նրանց նախագծերից են Step Construction-ը և Շուշի Palace-ը։ Step by Step ընկերությունը իրականացնում է առանձնատների, բազմաբնակարան շենքերի, հյուրանոցների, ինչպես նաև բնակելի, հասարակական և արտադրական նշանակության տարածքների շինարարական աշխատանքներ։ Ընկերությունն ապահովում է շինարարական ամբողջական գործընթացը, չափագրում, գեոդեզիական և գեոլոգիական աշխատանքներ, բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրում, կոմունիկացիաների բաժանորդագրման կազմակերպում, վերանորոգման ծառայություններ։ Վստահությունը ձեզնից հուսալի արդյունքը Step by Step-ից, քայլ առ քայլ դեպի հուսալիություն։ Քայլ առ քայլ դեպի հուսալի ապագա։ Step by Step Group։ Մարգարիտ, սկսենք ձեզնից։ Նրանցից միայն մեկի հետ այսուհետ կարող եք խաղալ թատրոնում կամ ֆիլմերում նկարահանվում։ Դուք եք ընտրում դերասանին կամ դերասանուհուն։ Զարուհի Խաչատրյան, թե Տիգրանուհի Տեր Մարկոսյան։ Երկուսը։ Հա, այս թեթևա պետք նայել։ Շատ մի խորացի։ Մեկին ասա։ Հա, բայց նրանցից միայն մեկի հետ է կարողանալու այսուհետ խաղալ։ Զարուհի։ Զարուհի Խաչատրյան, թե Արտուր Կարապետյան։
Արտուր Կարապետյան։ Արտուր Կարապետյան, թե Իշխան Ղարիբյան։ Իշխան Ղարիբյան։ Իշխան Ղարիբյան, թե Անի Քոչարյան։ Անի Քոչարյան։ Անի Քոչարյան, թե Ավո Խալաթյան։ Պարզապես նայած չեմ խաղացել, անպայման կուզենայի Ավո Խալաթյան։ Զատո ես սովորել եմ, մենք մի կուրսում ենք սովորել Ավոյի հետ։ Դու Ավո։ Ում անունները տվեցիք, ես խաղացել եմ բոլորի հետ։ Իհարկե դրա համար շատ հանգիստ բոլորի անունը տալիս եմ երթականությամբ։ Ավո Խալաթյան։ Ավո Խալաթյան, թե Սուրեն Արուստամյան։ Ավո Խալաթյան։ Ավո Խալաթյան, թե Սուրեն Արուստամյան։ Հա։ Ոյ, Սուրեն Արուստամյան։ Ավո ցտեսություն։ Անաման որ խաղում ենք ու իմ մոգականն է եւ անունը գիտեք ինչ եմ դրել։ Տեղական Ապոլոն։ Տեսեք աշխատում է արդեն։ Սուրեն Արուստամյան։ Սուրեն Արուստամյան, թե Էմա Մկրտչյան։ Էմա Մկրտչյան։ Էմա Մկրտչյան, թե Գուրգեն Սարգսյան։ Գուրգեն Սարգսյան։ Գուրգեն Բոլորի Սարգսյան, ուզում եմ խաղալ։ թե Սեյրան Մովսիսյան։ Սեյրան։ Եվ վերջին հարցը, Սեյրան, թե Սաշ Սուքյասյան։ Սեյրան։ Սեյրանը հաղթեց։ Սերոն վերջում հայտնվեց ու հաղթեց։ Հա։ 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 Սերոյի հետ Հիմա- խաղալ, ուզես չուզես ամսի 30-ի խաղալ Սերանի հետ։ Բայց այսուհետ միայն նրա։ Այսուհետ միայն նրա։ Անի, վերվարածները սերիալի նոր ինքժամ ասում էր, որ էլ չեմ ուզում նոր սեզոն լինի։ Բայց ենթադրենք Հոլիվուդը Netflix-ը գնել է իրավունքները ու հրավիրում է քեզ ու այս դերասաններից մեկին։ Okay։ Ում է ստանում հետը Netflix-ը։ Լավներ։ Բայց վերվարածները։ Հա, լավ, okay։ Ուզես չուզես այդ խալը պիտի դնես։ Արմեն Սանթրոսյան, թե Վարդուհի Ռուշանյան։ Վարդուհի Ռուշանյան։ Վարդուհի Ռուշանյան, թե Աշոտ Եդիգարյան։ Աշոտ Եդիգարյան։ Ոստոտ։ Աշոտ Եդիգարյան, թե Իվետա Եդիգարյան։ Աշոտ Եդիգարյան։ Աշոտ Եդիգարյան, թե Ելենա Բորիսենկո։ Ленчик, я тебя люблю, но Աշոտ Եդիգարյան։ Աշոտ Եդիգարյան, թե Սեպո Ապիկյան։ Սեպու Ապիկյան ճիշտ ասեցի։ Այո։ Սեպո Ապիկյան, թե Արտուր Հակոբյան։ Շոտ լավն է, երկուսն է։ Շատ։ Թույն խաղընկեր են։ Հավերժ տեքստ հիշող, ինչի մասին չես ասի, էլի։ Սեպուհը թող մնա։ Սեպո Ապիկյան, թե Արտյոմ Կարապետյան։ Սեպու։ Սեպո հաղթեց։ Շատ լավ է, որովհետև Մանյունյանի հիմա մենք իրար հետ նկարվում ենք, այնքան եմ ուրախացել իրան տեսել եմ ու ասել եմ Սեպու մի հատ ֆոտո կա, այդ պետքա տարիներ բան անենք, էլի սենց նորը նկարենք։ Շատ ուրախացա, որ իրան տեսա, ահա որ շատ։ Ձու չես շար։ Չէ։ Չես կոտրում։ Չէ, ձուն չեմ կոտրի, բայց սենց մի հատ փոքր ֆոտո կա, որ ուզում եմ սենց տարիներ անց բան անենք, ոնց ենք եղել, ոնց ենք հիմա։ Անհամբեր սպասում ենք Մանյունյանի Սեպու ջան։ Սեպուհը հաղթեց, ձեզ մոտ հաղթեց։ Ով Սեյրանը, այո, եւ շարժվում ենք առաջ եւ խաղում ենք գուշակիրով։ Հենց այնպես հաղորդման գլխավոր գործընկերն է Արարատ բանկը, որը ներկայացնում է Mastercard World Travel Card-ը։ Այս քարտը ունի մի շարք առավելություններ։ Տարեկան 6 մուտքի հնարավորություն launch key եւ տարեկան 6 fast track ծառայության հնարավորություն ձեր, ինչպես նաեւ ձեր հետ ճամփորդողների համար։ Ճամփորդական ամբողջական ապահովագրություն, որը ներառում է բժշկական ապահովագրություն, ուղեբեռի կորուստ, թռիչքի ուշացում, չեղարկում եւ այլն։ Ձեր, ինչպես նաեւ ձեր ընտանիքի անդամների համար։ Տարեկան 1 GB ինտերնետ ռոմինգի հնարավորություն Global Roaming, Mastercard Concierge ծառայությունից օգտվելու անվճար հնարավորություն 24/7 սկզբունքով, ճանապարհորդեք աշխարհով մեկ Արարատ բանկի Mastercard World Travel Card-ով եւ հավաքեք նոր հիշողություններ հենց այնպես։ Կինա։ Այո։ Կինա։ Ես իր հետ խաղացել եմ։ Այսինքն սխալ հարց տվեցի, երևի, չէ, չեմ խաղացել։ Եթե չեմ Ես խաղացել։ չեմ տեսել, ոչ։ Դու չես տեսել, եթե չեմ խաղացել, ուրեմն դերասանուհի է։ Այո։ Այդ հարցը անցանք։ Այսինքն դու չես տեսել, բայց կողես իր հետ խաղացել։ Տակ։ Այս խաղը ժամանակով է։ Արագ հարցեր։ Լուրջ։ Ինչքան ժամանակ։ Հասկացա, որ լավ է խաղում, արագացնում։ Մի րոպե։ Չեմ կարող հիշել։ Չէ։ Բայվա կներեք։ Պետք է պատժեք։ Մենք հասակակից ենք։ Գրեթե։
Այո կամ ոչ։ Այո, Շիկահերա, ոչ, բլոնդա, ոչ։ Էլի ունեմ տեղ Հա, դեռ հարցերի։ 6 հարց ունես։ Որևէ թատրոնում խաղում է, ոչ, սիրիալում է խաղում։ Սերիալ, ֆիլմ, սերիալ։ այո, Կարծում թատրոնում խաղում է։ ասաց մեր, Չէ, ասեցի որևէ։ այ ներողություն, ուրեմն այո, ես լսեցի մեր Թատրոնում թատրոն, խաղում է, սիրիալում է գուցե խաղում է, փաստորեն բանը շիկահեր չի, մուկ մազերով է, դերասանուհի է մոտավորապես իմ հասակակիցն է, ինչ որ բան բաց թողեցի, սաղ ասեցի, Բորթո։ Ինչ եք դες նայում։ Ես նայում եմ քո շապիկին, որ Լիսաբոնա, իմ մոտ էլ Բարսելոնա է, հասկանում եմ, որ երկուսը շատ ուզում ենք հանգստանալ։ Ույն, շատ եմ ուզում։ Պորտուգալիա, Լիսա շատ, Բարսելոնա։ Так. Ամուսնացած է։ ոչ, Աստված իմ, ամուսնացած չի։ Ոչ։ Շոշափեմ կարող է իմանամ ով է, չէ, շոշափելով։ Տենց բան եղել է։ Ընդհանրապես, տես փորփրում եմ, բայց ընդհանրապես չեմ հասկանում ով այստեղ իմ գլխին նստած։ Ընտիր։ Ես ուրախանում եմ, որովհետև եթե չգուշակես, պատժելու է քեզ։ Հələ, բայց ինքն էլ պետք է գուշակի, չէ։ բա այդ փոխադարձ է կյանքում ամեն ինչ բումերանգ է, բումերանգ։ Ես իր հետ մոտ եմ։ Բա դա ոնց պատասխանում։ Չենք տիրապետում այդ Այդ ինֆորմացիան։ ինֆորմացիան ես չեմ Եթե տիրապետում։ չգիտես, այսինքն Կարող եմ մոտել։ շփվում եմ, այդ ի նկատի ունի вообще շփում էլի ընդհանրապես։ Կաղոչ եք սիրում իրար։ Հնարավոր։ Շոտ գիտենք։ Հնարավոր է, շատ քիչ մարդ կա ուներ։ Ֆոտից ինտրիգա էլի մանգա։ Ինտրիգ լրիվ ինտրիգ ես մտցնում։ Չգիտեմ ինչ Գիտեմ, որ հարց լավ չեն, դրա համար եմ հանգիստ։ Շատ բարդ է, որտեղ вообще ոչ իմանով չեմ մոտենում, չէ, երևի։ Տարիքային հայ, ճշտել ես։ Ճշտել ես։ Թատրոնից։ Իր անունը սկսվում է ատարով։ Ոչ։ Բա։ Լավ է։ Ոչ։ Վերջին հարցը ան։ Վերջին հարցը։ Գոնե լավ դերասանուհի է։ Այո։ Շատ։ Այո։ 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 Ես Շատ իհարկե կարական եք։ չգիտեմ ում մասին է խոսքը։ Չեմ կարողացել։ Մի խոսքով ես հանձնվում եմ, որովհետև իսկապես չունեմ ոչ մի Մի հարց էլ օրինակ դուր, լավ։ ասելու։ Ոչ չի օգնի ինձ դա։ Ոչ մի պարագայում, այլապես չի դա։ Չի կարծի օգնի, չէ։ հնարավորությունը։ Ինչ իմ հանձնվեցի։ Հա, ես չեմ կարող ասեմ։ Ոչ մի անուն չես տալի տանին այ։ Հանձնվում եմ։ Հա, հանձնվում եմ, չեմ վախենում ոչ մի բաներից։ Լիկա։ Խաղացել ենք Լիկայի հետ Իսկ մոտ եք իրար հետ։ Հա, սիրում եք։ հա, շատ։ Դե բայց ես չգիտեի դրա մասին, չեմ կարող ասել, հարցը Այո, պատասխանել։ մենք չունենք այդ Հիմա ես հարցեր տամ, հա, Այո։ Կոլեչկա, սերդիեչկա։ տղամարդ է, Այո, թատրոնից է, ոչ, սերիալներից է, այո, միջին տարիքի է, դա միջին տարիք է մարվում, արդեն ոչ, լավ, իմ տարիքը ես եւ Օֆելյան եւ Նեֆերտիտին իմ տարիքի դժվար լինի, ես շատ հին եմ, մոտավորապես գոնե 50 տարեկան կա, այո, այո, ճաղատ է, ոչ,
Գանգրահեր է։ Այո, Մորուքով է։ ոչ։ Քանի հարց ա տվել։ Մնաց 3 հարց։ 2 արդեն։ Ես կարող եմ։ Հա, 2 հարց։ Ես նրա հետ աշխատել եմ որևիցե մի նախագծում։ Այո։ Վերջին հարցը։ Ինքին շատ է սիրում։ Այո։ Վերջ։ Վերջ։ Թատրոնում չէ, տղամարդ է։ Ինչ որ ասես չէ։ Հա։ Ինչ որ այդ հարցին վերջին ասես չէ։ Ով ձեզ Ասես չէ, չի սիրում։ սիրում։ Թե կարող է ինչ կա բան։ Դե անկեղծ ասած տենց Դե, ասա։ կարծում եմ, եթե 50, հա, այդ տարիքի մոտ է, Եթե Դե հարց չի կարա։ հա։ Վերև։ Թատրոն չի սերիալներում է, որեր ես խաղացել եմ։ Ինչքան մարդու հետ ես խաղացել։ Այդ հարցը, պատասխանը քեզ ոչինչ չի տա։ Չէ, գլխի չեմ ընկնում։ Ոй, գոնե մեկի անունը ասեք։ Դե ասա մեկ անունը դու։ Սերգեյնա Դանիելյան։ Ոչ։ Բայց մոտ էիք, Նայ։ նայ։ Տարբերակ չունես, նայ։ Նայ, մագ։ Մոտ էիք սերունդի վերվարածների։ Արդեն всё, կարաս նայես։ Արդեն կարող է։ Արդեն վերջ։ Ոй, Արտուր։ Ազնիվ խոսքի դե որ Արտուրներ, բայց ասի կարող հա շփոթվեմ ու Ոй, մամա ջան։ Բայ, մամա։ Ներվայնացա գիտե։ Սպասեք թողվեք։ Երթվում եմ, ուզում եի ասել Արտուր Հակոբյան։ Հա, հրաշալի է, որ չասացիք, որովհետև հիմա իրար բաժելու եք, այո։ Հենց այնպես հաղորդման գործընկերն է D-Energy ընկերությունը, որը առաջարկում է իր ծառայությունները դիմումից մինչև միացում։ D-Energy ընկերությունը շուրջ 13 տարի է, ինչ իրականացնում է էլեկտրական ցանցերի նախագծման, ինչպես նաև մոնտաժման աշխատանքներ, եւ կարող է օգնել ձեզ ճիշտ լրացնել ձեր դիմումը նոր բաժանոր դառնալու համար։ Եթե ցանկանում եք խնայել ձեր ժամանակը, խուսափել բարդ փաստաթղթային ընթացակարգից եւ ունենալ վստահելի գործընկեր ամբողջ ճանապարհի ընթացքում, ապա D-Energy ընկերությունը պատրաստ է մատուցելու իր ծառայությունները դիմումից մինչև միացում։ Վստահեք պրոֆեսիոնալների, խնայեք ձեր էներգիան, դիմեք D-Energy ընկերություն։ Զանգահարեք 8577 կարճ հեռախոսահամարին եւ ստացեք անվճար խորհրդատվություն։ Բայց կողան ծանոթ համարի զանգենք, տենց բարև ձեզ, վերվարածների սաթենիկն է, ուզում եմ այս երգը ձեզ նվիրել ու այդ ծաղիկները երգեք։ Բայց դες չեմ։ Հա, ուրիշ բան կերքեմ։ Սպասեմ։ Չէ, ավելամորիշ մի վարքյան։ Հիմա առաջինը ինչ ա լինելու, մի հատ Կողան անենք։ մեր Լուսավիկ Արմանին զանգենք։ Он же цветовик, да? Я про цвета хотела спрашивать, но армянский как-то кого, у меня никак кого. Я бы хотела знать, как получить отца в театры. Ես զանգում եմ Սամոյին։ Զանգեմ։ Դու մտածի։ Հա, Սամոյին զանգում ասում։ Հա։ Ով է Սամոն, Դանիելյան։ Սամվելը Դանիելը։ Դերասան։ Դերասան եւ տնօրենը։ Հա, Շուշ թատրոնի։ Զանգեմ։ Զանգեմ իրան։ Զանգում ես, ինչ ես ասում։ Զանգում եմ, ասում եմ, որ չեմ գալիս, մենք պետքա Ռուսաստան հյուրախաղ գնանք։ Կակրաս առիթ ասել, որ չեմ ուզում գնամ։ Իրոք չես ուզում։ Մի տեսակ չէ։ Համել բանը ու ասեմ, որ մարդ գտնի են ինձ փոխայնող։ Որն է բայց կարելի է ոչ թե Ռուսաստանի վրա գնալ, այլ ամսի 30-ի համար ասել, որ ավելի Հա, վատա։ բայ, իհարկե։ Ասեմ դաբավեչնի սյոմկային նշանակ է, չեմ կարա։ Պետք է գնամ։ Այմար դե ինչ կասեմ, գնացինք։ Հա։ Ես չգիտեմ ընթացքը ոնց կլինի, իհարկե ներողություն, եթե ինքն ինչ-որ ենք շատ մոտ ենք էլի, կարա եւ Հա, ոչինչ կփակենք այդ ավելորդ բառերը։ Սամո, այ բայց իմ միկրոֆոնը շատ վատն է։ Հելենայի։ Շատ մոտ ենք, շատ մոտ։ Մոտ ենք, բայց կարող է մարդ ես քնած է։ Ասենք Սամ, ես քեզ եմ զանգում, ինչ ես վերցնում։ Դա կարող է հետ զանգի, արի Մարգարիտ։ Դավայ, մագա։ Հիմա ում զանգենք ասանք։ Ինձ թվում է անծանոթ համարի, թե չէ։ Լավ, մեր ծանոթն է։ Չէ, անծանոթ պետք չի։ Հիմա խնդիրը ինչ եմ անելու ես։ Ռուսախոսը, որը
Ռուսախոս պարզապես թե սաթեն է։ Չէ, պարտադիր է։ Կասեմ օգտվելով Սուսեք։ Wait։ Սամ ջան։ Привет, զբաղված ես։ Привет, ջան։ Չէ, խոսում էի։ Ո՞նց ես, լավ ես։ Լավ, ջան, դու։ Ես էլ եմ լավ, լսի, շատ շտապ է, դրա համար ասեցի բան անեմ, էլի քեզ հետ մի հատ կապնվեմ, քեզ ասեմ, մի հատ տեսնեմ օքահոգ չի։ Մեր հաջորդ ներկայացումը ամսի 30-ին, հա։ Այ քեզ ծնունդը 31-ին։ Այ տենց է գիտեի, ես մտածում եի ամսի 30-ին է, թե 31-ին։ Ինչ վատ է, որ 31-ին ասամ։ Մի բան կարանք անենք այդ օրը չլինի կամ ինչ որ մեկը գա ինձ փոխարինի։ Ջան, ո՞նց կլինի տենց բան։ Բա ոնց անեմ, дополнительный съемка են նշանակել, ինչ եմ անելու։ Չէ, այնտեղ Խի 30-ին չի։ Խի, բայց ես 30 էի հիշում, Սամ։ Ջան, 31-ը միշտ էլ է, Հա, լսի լավ, ասենք չի կարա այդ օրը, ասենք Սիրանուշը ինձ փոխարինի։ Մազերը կարմիր ներկենք։ Սամ, լավ, մի հատ ֆարտուկ, մի հատ շալվար պետք է հագնի, այդ ֆարտուկը կապի բանը մաշան, կպցնի դոշին մաշատեն, ման մաշան ես էի թե դու։ Աֆիշ գոյություն ունի ներ։ Աֆիշի վրա արագ դեմքը փոխենք։ Ան, ինչ ես դու հիմա խոսում։ Սամ, ես գիտեմ, ես 30 տարվա դերասան եմ, բայց ոչինչ, էլի հասկացի ինձ հիմա տենց էլ ալին։ Կյանք, ես ChatGPT-ով արագ կարամ սարքեմ։ Կամ Արվինի խնդրեմ, աղաչեմ, պաղատեմ, իմ դեմքը փոխի։ Կյանքս նախ չի լինի տենց բան։ Սամ, ինչ ես դու ինձ համոզում, Սամ։ Չեմ համոզում, ես Կյանք, չէ, խնդրում եմ, չեմ կարա։ Անի չես դու։ Սամ, խնդրում եմ, չեմ կարա, ես ամսի 31-ին ասիր, հա, 31-ին չեմ կարա, ես գամ, գոնե 30 փոխեք։ Անի չես դու հիմա խոսում։ Սամ։ Դες սպանեմ, անի քեզ։ Չէ, Սամ, չէ, խնդրեմ։ Լավ, այդ հլհեչ իմ ամենավատ բանն եմ ասում, ես Ռուսաստան էլ չեմ կարա գամ։ Անի կաց հաջողանի։ Սամո։ Սամ, չէ, լացս գալիս է, որտեվ ինչ որ պլանավորում եմ չի լինում։ Անջան, հաղորդման հյուր ես կյանք։ Չէ, մեր բալկոնում նստած եմ, հա։ Լուրջ եմ ասում, ինչ ասում եմ։ Դու հիմա դες բան ես խոսում, որ ասենք ո՞նց ես դու հիմա դες բան խոսում։ Չես հավատում ինձնից։ Նկարահանմանեմ փոխեք, աֆիշը փոխեք, ChatGPT-ով։ Սամո։ Սամ։ Սամ։ Այսինքն դու ինձնից չես հավատում, որ ես կարամ տենց բան անեմ։ Ես քեզանից ամեն ինչ եմ սպասում, արդեն դրանում չի, ամենավատը գիտես որն է, որ սպասում եմ, Բայց ասա, ինչքան է սպասում ես, չես հավատում, չէ, ասենք, չգիտեմ, էլի օրը գալիս է տենց բան ասեմ։ Անջան, ես քեզանից ասում եմ, ամեն ինչ եմ հավատում։ Դրա համար ներվայնանում եմ հիմա։ Բայց մի խնդրում եմ։ Հումոր ես անում, կյանք։ Սամ, այ որ դե դու ինձնից ամեն ինչ հավատում ես, հավատա, էսի հումոր չի։ ChatGPT-ով շատ արագ կարելի է այդ ամեն ինչը կազմակերպել։ Անջան, բարի գիշեր։ Բայց գիշեր չի հիմա։ Կգա գիշերը հավատա։ Այսքան որ խոսած, ներվերից գիշերը կգա։ Ես չէի սպասում քեզնից։ Ասենք կարելի է, չէ ինչ որ ձևով պատերժ անել։ Տին չի լավ։ Սամ, լավ լուրջ։ Ինչ ես դու հիմա խոսում, ինչ պատերժ կա։ Այսինքն Մեծ կյանքս, մեծ սիրով։ Արի Սամ, արի դու խաղա էլ իմ տեղը։ Ասա։ Դավա ես մտնեմ։ Դավա, ես նենց եմ տեսնում քեզ այդ կերպը։ Պարիկով, բայց մագայի պարիկը դու կդնես էլի։ Խնդրում եմ։ Ոչ թե մագայի ծնունդը, այլ իմ ծնունդը։ Էդի սպասենք հոկտեմբերին։ Այս ինչ դրվասի ծաղասամ։ 100% կյանքս որ դու իմ հաղորդման ես բարևի բոլորին։ Վահան, հա, բարև Սամո։ Այդ եմ ասում, դու ինձ սպասում ես տենց բան, հասկացա որ դու ամեն ինչ սպասում ես, բայց Անի, չէ, դրա համար ուզեցա հասկանամ ինչ։ Չէ, արդեն ասել է, հա, սպասում։ Ստեղ մարդ վատացավ։ Լավ, Սամ ջան, շնորհակալ եմ քեզ։ Պաչում եմ, գրկում եմ, պակա։ Մերսի շատ։ Շատ թույներ։ Բայց խնդալ ունենա, որ ասում ես ով կա վոկալի դասախոս։ Ամեն ինչ ինչ անում կա ձեր մոտից վոկալի դասախոս։ Չէ, ինը գրաչիկովն է։ Ինը գրաչիկ։ Ինը գրաչիկ։
Գրաչկվնա։ Գրաչկվնա, չէ, մտամ ինը գրաչկվնային եմ զանգում, բայց ուրիշին զանգի, որ չթողեմ խոսա այդ մարդը։ Ինը գրաչկվնա, здравствуйте, հիշում եք, մենք վոկալի լա լուլուլու էինք անում, հա։ Մտամ իր հետ եմ խոսում։ Բայց ում զանգի։ Նայեք, դուք ոնց որ ինձ տվել եք, ինա գրաչկվնայի հետ խոսեմ, բայց ուրիշի համարով եմ զանգել, ես միանգամից ինը գրաչկվնա թատրոնում էի ուզում եմ ասել, որ անպայման ուզում եմ հերթագրել ձեր մոտ, որովհետև լա լուլուլու այդ նոտաները կոկոտիցս այդտենց ինչ-որ մի բան։ Զանգում ենք մեր Չգիտեմ ում, որը ես իբրև թե դուք ինձ տվել եք, հա։ Ինը գրաչկվնա։ Հա։ Կանեի զանգի, բայց ասի ինը գրաչկվնա։ Հա։ Խոսա որպես ինը ճիշտ եմ հասկացես։ Դա ձեր հեռախոսով էս պիտի զանգեք։ Հա, մանեինը որ գգրի մանե։ Որը ասի չես խալեք զանգել։ Չէ, ոչ հնարավոր չի, թատրոնից եմ վերցրել դա ձեզ սամը։ Ես մանեին կբողոքեմ։ Հա։ Գայնի ամենը սիրած բանն է որ ասում։ Ինը գրաչկովնա, դա ինը գրաչկովնա։ Հա, գրաչկովնա։ 094 Ալո, բարև ձեզ, ինը գրաչկովնա ջան, ինչպես եք։ Ես սխալ եք զանգել։ Չէ, հնարավոր չի, որ ես սխալ զանգ տված լինեմ, որովհետև ես այստեղ հենց երկի պետական թատրոնից եմ զանգ տվել ձեզ, եւ ինձ այնպեսի մարդ Պետական թատրոն եք զանգել, բայց ինա գրաչկովնա չի։ Ոչ, դրանք ասեմ, որ 100% ինը գրաչկովնայի համարն է։ Եվ ես վոկալի հետ կապած լիքը խնդիրներ ունեմ, եւ կոնկրետ ձեզ են ասել, это самое վոկալ պարապելը, вот։ Չէ, ինա գրաչկովնայի համար է։ Չէ, չի կարող պատել, որ ի՞նչ անշունում չէ, ես ռուսախոս եմ, չէ, отбойтовец։ Վախեցավ, վատացավ էս խոսած։ Վայ շատ խնդալու է։ Շատ խնդալու է։ Էսի շատ լավ է։ Հա զանգի։ Ասա ոնց։ Չի վերց։ Մանեն ինձ ասելա որ զանգ, տենց ասեք։ Ասեք մանեն ինձ ասելա որ ձեզ զանգե, մի հատ լսեք ինձ։ Լավ սկսեք երկիր խոսում։ Լիլե լալոլու այս լս ինչ եղավ մի հատ։ Չի վերցնելու, բայց արդեն Չի վերցնի։ Իմ համար զանգեմ, ասեմ գա այստեղ բանը Մոսկվայից։ Նոյ вообще խոխմա անենք, հիմա իբրև չի վերցնում։ Երեխեք մեզ կգանի շատ եմ սիրում։ Բայց կարող է չլսի։ Ասեմ գա ով է եկել բանը։ Միջազգում ռուսախոս ինչ-որ երգում է բանը անում։ Խնդրում եմ մի հատ խոսա հետ, ես ժամանակը չունեմ, սյոմկայի մեջ եմ։ Հա։ Խոսա, որտեվ ինձ անհանգստացնում շատ։ Կարող է քեզ ասում։ Շոկի մեջ։ Շփորտել է բատուհանից։ Ոնց է սովեր։ Գայ։ Այստեղ ես իմով է եկել միջանցքում գորգրում է սյոմկային խանգարում է էլի քո համարն ենք տվել մի հատ խոսա հետը թատրոնի հետ կապված ինչ որ հարցեր ունի։ Այդ ես տվել ինա գրաչկովնա որ ուզում է։ Չգիտեմ, էլի մի հատ զանգում է քեզ, հիմա մենք սյոմկի մեջ ենք, էլի։ Լավ, ես դուրս եմ եկել։ Հա, լավ։ Զանգեմ։ Կներես, գայ, կներես։ Հա, զանգեմ։ Զանգեմ։ Հա։ Ասա, անպայման պիտի մանեն ասել, որ ինքն է զանգում։ Դա գրաչկովնա ջան, անպայման պետք է մանեն ասել, որ դուք անպայման լսեք, չէ, ես այսքան երկար ճանապարհ եմ անցել, որպեսզի մի երկու տող օրինակ այո։ Մի րոպե չեմ լսում։ Գրաչկովնային ես կտամ ձեր համարը կզանգահարի ձեզ։ Все-таки Նինա Գրաչկովնան չեք դուք։ Ես ինա գրաչկովնա։ Ոչ հասկացա, բայց ձեր համար գրաչկովնան իմ արձակուրդում է, ես ձեր համարը կփոխանցեմ, ինքը կզանգի ձեզ։ Հասկացա, բայց այդ դեպքում զգուշացնեք, չերքեի ձեր համար, չէ։ Ես կարող աստեղ ձերի վոկալ կատարումներ եմ անում, ես դուք նախապես ինչ չեմ զգուշացնում։ Բա որտեղ եմ я, իհարկե, ես թատրոնի մարդ եմ, все-таки։ Լսեք մի վարքյան, դուք թատրոնում եք։ Ես թատրոնում եմ։ Դուք հիմա խանգարում եք սյոմկայա դերնով, դուք խանգարում եք հետեր։ Դուք գնացեք, ես ձեր համարը գրանցվել է, կտամ կզանգի ձեզ ինա գրաչկովնան։ Բայց նա всяк էլի որ վոկալ առումներով կարող է դուք նա всяк ինձ ասեք որ sense ռիսկով Դե ասենք կարող է լսեք, չէ։ Խորհուրդ կտա, այո, ձեզ խորհուրդ կտա։ Հա, բայց մի հատ ուղղակի հիմա մի այդտեղ բարձրաձայն մի խոսեք, որտեղ սյոմկա։ Չէ, բարձր կանանց կեկեն։ Եղավ պայմանավորվեցինք, ես կփոխանցեմ
Չի լսի։ Հա, ես հասկացա, բայց կոնե կամած լսեմ, դուք եթե ասեք հա դաբրունտա։ Ես մասնագետ Կամացին ես գերո։ Ես դամարաշն մասնագետ է տապնվի ձեր հետ։ Մասնագետը լա, որ ասում է։ Մասնագետը տապնվի դու գնացեք տուն, ես կասեմ կզանգի ձեզ։ Լավ, ուրեմն ես ստիպված պիտի ուշադրություն գրավեմ ու շատ բարձր եկեմ։ Էսատո։ Ինքի խանգարում եք նկարահանումս։ Խնդրում եմ դուրս եկեք, այս թատրոն, սա թատրոն է, դուրս եկեք։ Ոյ, շատ ո՞տ է։ Էստրոն։ Քեզ զանգելու ման է։ Ինչ տար համոզում է լսեցիք երեխեք։ Բավականին։ Ող գոյ կներես, սպարապենք մերս։ Էստոտ։ Բրավո, բայց իդեալական խաղ է։ Մամա ջան, բայց համեստորես սամ։ Չէ, ես չէ։ Միատից կլսենք։ Բայց կանամ կամաց երկեմ։ Օստրայա, բադաստո։ Նա բիզի գրայ։ Արթուր Գրիգորյանի երգի ակադեմիան բացում է իր դռները նոր ուսումնական տարվա դիմաց։ Նրանք բոլորն ավարտել են Արթուր Գրիգորյանի երգի ակադեմիան եւ կրում են իրենց վրա մաեստրոյի անջնջելի ստորագրությունը։ 5 տարեկանից սկսած փոփ եւ ժող վոկալի բաժիններ, լեգենդար կոմպոզիտորի կրթական ծրագիր եւ ավանդույթներ, 26 տարվա փորձ ու նոր մոտեցումներ, համերգներ, փառատոներ, մյուզիքլներ, ներկայացումներ, նկարահանումներ եւ ձայնագրություններ։ Այս հնարավորությունը բաց թողնել չի կարելի։ Դռներ դեպի ճաշակով արվեստ։ Անչափ շնորհակալ եմ, որ եկաք, ժամանակ գտաք այս ձեր խիտ գրաֆիկի մեջ եւ հատկացրեցիք հենց այնպեսին, ես էլ ձեզ առանց նվեր բաց չեմ թողնում, մեր գործընկեր Չոկոյանի կողմից շատ համեղ շոկոլադապաչ։ Շնորհակալ ենք։ Շնորհակալություն։ Շատ համեղ է, ես փորձել եմ։ Փորձել ես։ Շատ։ Այդպես դուրս գալիս են համեղ։ Ես չեմ փորձել, փորձեմ։ Մոտիկից ճանաչում եմ, շատ։ Իսկապես շատ համով է։ Չես կարողանում կտրվել, անկեղծ։ Հա, շատ Ես շնորհակալ եմ։ պաղպաղակից չեմ կարողանում կտրվել, այնպես որ շատ հաճելի է, շնորհակալություն։ Մնացեք, շարունակեք համտեսել, վայելել ու ձեզ լիքը լավ հիշողություններ եմ մաղթում, որ վերադառնալու առիթ հիշողություններ եւ հիշողություն եմ մաղթում։ Այո, լավ հիշողություններ թող շատ լինեն։ Որ վերադառնաք ու պատմեք հենց այնպեսում։ Դուք էլ չմոռանաք սիրելիներս բաժանորդագրվել եւ հետեւել հենց այնպեսին ամեն 5 շաբթի։ Էլեկտրաֆիկացման ամբողջ գործընթացը թողեք մեզ։ D-Energy-ն հոգում է ամեն ինչ։ Խնայեք ձեր էներգիան։ Մենք այն կապահովենք։ Չեղե իմպրովիզ։ Շատ էս պահին չեմ հիշի, պետքա սրանից հետո հիշեմ, որ մանեի մոտ որ գամ, դա արվում է մանեի համար։ Հա, մի հատ պապկա ես բացում գնում ես։ Հա, այ եթե Արտուրներ Հակոբյան ինձ ասում էր, որ դու խաղա էլի, ասում եմ ինչ, ասում եմ որ հեչ լավ չես պատմում։ Ասում դե հիմա ինչ անեմ, որտեղ ինքը անհավանական հիշողություն ուներ։ Ամենապուճուրիկ դրվակը գեղարվեստական մի հատ կտոր էր սարքում, ճոխացած այնպես էր պատմում, որ հազիվ էր դիմանում։ Մենք անհամբեր սպասում ենք Արտուր Հակոբյանին վերադարձին Հայաստան, որ անպայման գա հենց այն։ Ու միշտ այնս ավելի խառնում։ Ուրեմն սա ծուղակ է, ուրիշ չէ։ Ծուղակ ընկակ երկուսդ էլ։ Եվ դա հրաշալի է։ Ոնց եք պատժում անին։ Երկ ասեցիք հիշեցի մի հատ պատմություն։ Հա, պատմի։ Ռադիոյում էի աշխատում ու մեզ դե բնականաբար միշտ պատվերներ էին տալիս, ունեինք պատվերների ժամ 6-ից 7-ը անակնկալ ու մարդիկ իրանց հարազատներին շնորհավորելու համար գալիս էին ռադիոն համալիրում էր գտնվում, գալիս էին, բարձանում էին, թողնում էին իրանց նամակները, մի խոսքով մենք եք արթում էին եթերում ու տենց եղավ այդ կարդալուց հետո զանգել էինք ընդունում ու զանգեց մի հատ աղջիկ ու ասեց բարև ձեզ դուք հիմա ուղիղ եթերում եք լսում ենք ասեք ձեր անակնկալում է ուղղված եւ այլն մեկ էս աղջիկ ասում է ես ուզում եմ շնորհավորել իմ հայրիկի ծննդյան օրը եւ ցանկանալ նրան առողջություն, երջանկություն, համբերություն եւ սիրով ուզում եմ նվիրել
Ирина Аллегрова и подари мне эту ночь.